ժողովուրդ չասելից։ Նա դրեք լավ մի վարքյան նորից պատկերացնենք, էլ այսքան թիվնթի շլե երկրորդական, այլ ինչ է նշանակում գործողություններ, որոնք կարան ուշ կատարվեն, կամ այդ պահին կարան չկատարվեն, հա? Այսինքն մի րոպե։ Իրականում JavaScript-ը ժողովուրդ ջան, բոլորս էլ գիտենք, ոնց է, չէ, HTML-ը վերևից տողարտող, թեգ կարդալը վերևից իջնում է ժողովուրդ ջան։ Մի րոպե, եթե ինքը տողարտող վերևից իջնում է, ախպեր JavaScript-ն է տողարտող կատարելով գալիս է, բալի ջան, ոնց կլեն տագի for ավելի շուտ կատարվի, քան այն վերևինը, չէ՞, դες չի տեղավորվում էլի ուղղակի, մեզ ոնց կարա, տենց անոմալիա ձևով աշխատի։ Լավ, կտանք սա խառն ենք ախպեր, էլի, բան, ոնց որ մի վարքան, հաստատ stop չի, չէ։ Լավ, ոնց կարա էլ խոսքի այդքան այդ անոմալիայի մեջ դու ոնց կարաս բանանես կողմնորոշվես, լավ, հիմա որ ցիկլը գրի դեմից գրեմ կամ ոնց անեմ չխառնեմ հերթականությունները եւ այլն, հա? Բայց JavaScript-ը ժողովուրդ ջան, մաքսիմալ ձևով ձեզ տվել է այն հնարավորությունը, որ կատարեք որոշակի գործողություններ, ֆունկցիաներ, որոնք որ նորմալ է դա ընդունված է ու լրիվ սովորական երևույթ է, որ կարան այդ պահին չլինեն։ Օրինակ, ուզենք թե չուզենք մեր կյանքում գործողություններին մենք տալիս ենք կարևորություն ժողովուրդ։ Հա, այսինքն գործողություններ կամ անելիքներ կան, հա, այսպես ասած, որոնք որ սարսափելի լուրջ ու շատ հրատապ աստիճանի են հասնում, որ պետքա կատարես վալյուր ջան, այդ պահին։ For-ը սովորական կամ if-ը կամ ֆունկցիայի կանչը Վիկտորիա ջան, Դիք ջան փոփոխականի հայտարարումը, ֆունկցիայի հայտարարումը, դրանք գործողություններ են JavaScript-ի համար, որոնք որ հրատապ են։ Նա չի կարա դա անի, օրինակ վաղը, հա, նա չի կարա, եթե ինքը Դիք ջան այդ մի let-ը չգրեց, всё մնացած արդեն որևիցե իմաստ չի ունենում, հա, ոնց կլի վալեր ջան, օրինակ let-ը չգրես, իջնես ներքևի տողը ինչ անես, հա։ Գրես, հա, let-ը որ չարի իջնի console log-անի, ինչ անի, ինչի console log-անի։ Այսինքն բաներ կա, որ ինքը չի կարա ուղղակի հերթականությունը խախտի կամ գնա ուրիշ բան անի, հետո գա էդի անի եւ այլն։ Ինչն է այս պատմության ու կինոյի մեջ ամենալավ պահը, որ այս ամեն ինչը մեր կառավարման ձեռքերում, հա։ Գուրգեն ջան, մենք ինչ ենք սովորում, մենք գործիքներ ենք սովորում, հետո գործիքները կիրառել։ Այսինքն մենք գիտենք այդ գործիքը, թե ոնց կկիրառենք Վիկտորիա ջան, ճիշտ կկիրառենք, թե սխալ, դա արդեն մեր գիտելիքների ու խնդիրներ լուծելու պաշարն է սա որոշում, հա։ Բայց գործիքները պետք է իմանանք։ Բացի պրոստը set timeout, okay, ինչ որ մի բան կատարվեց, հա, օրինակ եմ ասում, հա, ինչ որ մի հատ ֆունկցիա եղավ, okay, հա։ Գրում ենք console log, console log, հա, մի բան արեցի, չէ, կաշխատի, ինչ, ժողովուրդ, set timeout ինչ է, ըստ առաջի հայացքի ձեր տեխնիկական գիտելիքները, ֆունկցիա, չէ, ֆունկցիա չի, Վիկտորիա ջան, էսի ֆունկցիա չի, հստեղ նայ, էս մեջինը չէ, էսի set interval-ը ֆունկցիա չի, ես չէի կարաս էս մի հատ ֆունկցիա սա k function, անը դնել պրոստը set interval-ը կանչեի։ Չէ, ինքը գործողությունը չրանի, Ну, այն ինչ որ պետք է անի, չի անի, հա, այսի որտեվ JavaScript-ի set interval-ն է, հա, բնականաբար եթե sense բան անեմ, չհասնեմ JavaScript-ի ֆունկցիան, հա, այդ դեպքում պետք է մի փոքր ուշադիր լինել ավելի, հա։ Լավ։ Ինչ վերաբերվում է set interval-ը ինչ անա։ Set interval-ը չես նայել։ Չէ, չեմ նայել։ Չես նայել, օմուտ։ Օթեններն եմ նայել, սպասում եմ։ Okay, լավ։ Set interval-ը, Վիկտորիա ջան, ինչ որ ժամանակ հետո նոր կատարվում է ինչ որ գործողություն։ Ինչ որ ժամանակ հետո ինչ որ գործողություն կատարվում։ Այսինքն դուք ժամանակ եք նշում։ Ես ժամանակ բուզելիկ եմ դնում։ Բուզելիկ ենք, հա? Բուզելիկ է։ Կա նաև բուզելիկ, որը որ կատարվում է, օրինակ բուզելիկ կա, չէ՞, որ դնում ես, որ ամեն օր կրկնվի։ Ինտերվալը ինչքան է դիք ջան, մի օր։ 24 ժամ։ Հա, 24 ժամ է դրա ինտերվալ։ Այսինքն տեսեք բուզելիկներն են ունենես նույն set ինտերվալը ու set timeout-ը, հա։ Ոնց է իրան ասում է ժամանակը։ Նայ, set interval ֆունկցիան սպասում է երկու պարամետր։ Վալեր ջան, առաջի պարամետրն ինչն է։ Ինչ ֆունկցիա։ Դա ինչի մար է, ինչ ֆունկցիա։ Ինչ որ պիտի կատարի։ Ինչ որ պետք է կատարի, ապա։ Ու այդ ֆունկցիան ոնց է կոչվում։ Callback։ Callback, կանչիր ետ, հա։ Արիտուն բանն է, հրանուշ ինչ էր։ Ով էր են արիտան բանը կազմակերպիչ, չէ՞ քշի պետք ընկա։ Բայ, լավ է։ Հա։ Դու մի հատ կանի կեր արիտուն հավը բան կար, չէ՞ մի հատ մեծ։ Ժողովուրդ, տեսի՞ տիպի գլոբուսի շուկի։ Գալիս էին մարդուն
Չէ, որ արտերկրից երեխեք էր բերում Հայաստան ճամբարներ կազմակերպում։ Չեմ հիշում հրանուշ եսի ինչա։ Հակոբյանն էր ոնց։ Հա, ոնց է կարալ։ Ուրեմն տեսեք, ժողովուրդ ջան, այս յետարի ֆունկցիան է։ Սա յետարի ֆունկցիան է, որը կատարում է, այսինքն կանչում է, յետա կանչում, մենակ JavaScript։ Գուրգեն ջան։ Ինչ գործողություն ուզում եք մեջը գրեք։ Սովորական ֆունկցիա։ Ինչ ուզում ես անել։ Ինչ ուզում ես անել։ Ասում ես, բայց 2 վայրկյանից նոր կատարում։ Ընտակ 2200 վայրկյանն է։ 2000 միլիվայրկյան։ 1 միլիվայրկյանը դա 1 վայրկյանը դա 1000 միլիվայրկյան է։ Հա? Այսինքն 2 վայրկյանը 2000-ն է։ 3 վայրկյանը 3000-ն է։ 60 մի րոպեն, Վիկտորիա ջան, ստացվում է 60 անգամ 1000։ Ինքը մենակ այդ չափան միավորով աշխատում մենակ, հա? Միլիվայրկյան է ընդունում։ Բայց ինչ է ֆունկցիայից հետո ստորակետով գրել։ Ֆունկցիայից հետո։ Չէ, ինչ է այդ փակագծներից հետո գրել։ Երկու պարամետր։ Նայ։ Ֆունկցիայի մեջի պարամետր չի, չէ ինքը։ Որ չէ, ուրեմն նայ։ Նախ ժողովուրդ, մի հատ եկեք հələ վերհիշենք։ Function, տիկ, հիմա ինձ կօգնես, հեսա կհասկանաս Վիկտորիա ջան, ինչ է կատարում։ Հələ set time-out-ը մոռացի։ Կարևոր չի ինչ անում այս ֆունկցիան։ Տիկ, հիմա ուզում եմ որ b ֆունկցիան կանչի a ֆունկցիային։ Ու ոչ միայն a ֆունկցիային։ Ես ուզում եմ որ b ֆունկցիան ընդունի ինչ որ ֆունկցիաներ ու կանչի։ Հա, ոնց փոխանցել։ Պարամետրով կարաս, չէ՞ ինչ որ արժեք փոխանցես։ Չակետների մեջ էդի կգրեմ։ Պարամետրով կարամ ես օրինակ թիվ փոխանցեմ։ Գրեմ a, օրինակ, կամ չգիտեմ կարևոր չի f օրինակ, հա։ Ինչ ուզեմ կարամ փոխանցեմ, չէ՞։ Ֆունկցիաները ոնց են կանչվում, Վալեր ջան։ Տակ գրում b չակերտ։ Չէ, այապես է սրանց։ Հիմա եթե դուք գիտեք որ b ֆունկցիա, սպասում է պարամետր ֆունկցիա։ Այսինքն, հիմա եթե ես ժողովուրդ ջան կանչեմ b ֆունկցիա ու իրան փոխանցեմ an։ Տեսեք ինչ արեցի։ Ոնց որ ֆունկցիային փոխանցում։ Պարանորմալ ինչ որ բան է։ Բայց այդ այ կողքն էլ պետք է չակերտների։ Հələ չէ, a չկա իր համար, նայեք։ Ուրեմն ինչն է հետաքրքիր b ֆունկցիան։ Հա, տեսեք ուրեմն այս b ֆունկցիան ինչ շատ հետաքրքիր բան է։ Եկեք անունը b չդնենք, դնենք կանչիր յուրաքանչյուր ֆունկցիա։ Ֆունկցիան կանչելուց պետք է պարտադիր չակերտ դնենք։ Նայ, ուրեմն b-ն կանչում ես, որը ֆունկցիա է կանչել։ Ես չեմ կանչել այստեղ, փոխանցել եմ։ Այս նույնն է Վիկտորիա ջան, որ գրեի կոնստանտ c-ն հավասար է 8 ու c-ն տա իրան։ Հա? Ես ուղղակի պարամետր եմ փոխանցել։ Պարամետրը դրանից կվերադառնի։ Դի գարտեն լուկ դիմանալ ֆունկցիայի մեջ։ Հա։ Գրեք, բայց հիմա որ ես a-ի մեջ ինչ-որ գործողություն գրած արած լինեիք։ Ահա, չի կատարվելու հիմա։ Այս պահին ոչ մի բանը չի լինելու։ Նայ, ուրեմն ինչա ֆունկցիան տեսել եք, չէ՞, կոնսոլ հեչ արել եք ֆունկցիա, հա։ Արեք կոնսոլ լոգ անենք եւ ինչ եմ արել ժողովուրդ։ Մի հատ ֆունկցիա a ունեմ, կարող մի հատ ֆունկցիա b ունենամ։ Չէ՞։ Ուրեմն սա ֆունկցիա b։ Այստեղ գրենք b։ Վալեր ջան, հիմա մի հատ ֆունկցիա եմ ցարկում, որը որ ինքը կկանչի բոլորին, որը որ կփոխանցեն իրան որպես պարամետր։ Վալեր ջան, նայ, ուրեմն կանչելա, այս կանչի յուրաքանչյուր ֆունկցիան եմ ես միշտ կանչում։ Իրան մի դեպքում տվել են որպես պարամետր Վիկտորիա ջան, an, Գուրգեն ջան, մյուս դեպքում որպես պարամետր b։ Հիմա ինչն է այստեղ հետաքրքիր, որ այս կանչի յուրաքանչյուր ֆունկցիան բացարձակապես թքած ունի, թե ինչ ֆունկցիա է իրան փոխանցել Վիկտորիա ջան։ Ինքը ասում է հարգելիս, ես պարամետրով սպասում եմ ինչ-որ ֆունկցիա։ Ինչ կփոխանցես, էդ էլ փակագծերով կկանչեմ կանեմ։ Ոնց են կանչում փակագծերով։ Որն է պարամետրը։ F, չէ՞։ Ֆունկցիան ոնց են կանչում։ Շո։ Հիմա նայեք, ժո, փաստացի, հələ մի հատ ուղիղ նայ, Վալեր ջան, ես ինչ որտեղ f անունով ֆունկցիա ունեմ հայտարարած, չունեմ։ Ես տիկ ջան, այդպես ֆունկցիա հայտարարել եմ, չեմ հայտարարել։ Բայց այս ֆունկցիայից հետաքրքիր է չի թե դրա իսկական անունը ինչ է։ Հա? Իր ինչ վեճն է անում, իսկական անունը իր Կարևորը դու պարամետրով ճիշտ բանը տուր, Գուրգեն ջան։ Դու կարևորը իրան Վիկտորիա ջան, գնա ճիշտ ֆունկցիա փոխանցի։
կանչել եմ, չէ՞ իրան։ Հա բայց մեկը այդ անիմաստ բան է։ Հələ որ հա, չէ, հիմա, չէ, արդեն անիմաստ չի, որտեղ SF-ը կանչել է։ Հա բայց կանչել եք ինքը ոչ մի գործողություն իրեն չի ընդհանրում։ Ով F-ը Հա։ մի դեպքում կոնսոլ լոգ անելու ան, մի դեպքում կոնսոլ լոգ անելու B։ Գիտես ինչի Վիկտորիա ջան։ Դեռ մեզ որ փոխանցել եմ անու B։ Դե էդի եթե դուք կանչել եք, հա, բայց այդ Հա։ ներքևում ինքը ոչ մի բան է։ Այս ներքևում Հա։ ստեղ չէ։ Եթե այն վերևը չլներ, ոչ մի բան կլիներ։ SF-ով ալնելու։ Մի դեպքում այս ֆունկցիան, Դե մի դեպքում էս, չէ՞։ եթե դուք այն կանչի ID, եթե չունենայի, ինքը ոչ մի բան է։ Այս ձևով, հա, յանի գրած չլինի։ Հա, միանշանակ, դե լյուբոյ ֆունկցիա, Վիկտորիա ջան, որը որ գրված է ու կանչված չի, ինչ հաշիվ չի, էլի, չէ՞։ Okay։ Բաննա գնացինք էլ ուրա։ Ես չէ։ Կոպանքի։ Ահա։ Էս ինչ ա տպե։ Ֆունկցիա ան։ Էս որտեղից իրան Վիկտորը։ Մենք էինք կանչել։ Մենք էինք անձամբ փոխանցել, չէ՞։ Դրա համար է տենց։ Եթե ես էսի չկանչեի, այսի, ես ու տենալու երկու հատ ֆունկցիա կոնսոլ լոգ։ Տեսար ես ինչ արեցի Վիկտորիա ջան, պրոստը պարամետրով փոխանցեցի բան։ Հիմա Վալեր ջան, հարց, դագիշնի հարց։ Ինչտերից է պետք, որ ինչ որ տեղից ֆունկցիան է, հենա կկանչեմ։ Ինչի՞ եմ պարամետրով փոխանցում ուրիշ ֆունկցիա, որ ուրիշ ֆունկցիան այն ֆունկցիան կանչի։ Իմաստը տիկ։ Որ դեպքում, հələ եկեք մի հատ մտածենք, որ դեպքում մենք կանանք ինչ-որ խնդիր ունենանք, հա, եկեք մի հատ հələ տրամաբանենք, օքեյ։ Ինձ լսել է հակաու կա։ Մի հատ հələ տրամաբանենք, հասկանանք, որ դեպքում, ժողովուրդ, կանանք մենք այնց խնդրի առաջ կանգնենք, որ մեզ պետք լինի ֆունկցիան ինչ-որ մեկին պարամետրով տանք, որ ինքը կանչի, հա, ինչի՞ մա։ Որ ֆունկցիան ինչ-որ մեկին պարամետրով տանք, որովհետև կարա դրա մեջ այդ նույն խնդիր ունենանք, ինչ-որ կունենանք այդ ֆունկցիայի մեջ։ Չհասկացա։ Որ օրինակ ինչ-որ խնդիր է պետք դրա Մի անգամ գրել ես ֆունկցիան ամեն անգամ չգրես կոդի մեջ։ Չէ։ Որ կոնկրետ Հենա Չէ, խնդիրը որտեղ կար առաջ։ Հենա հիմա նայեք, ա ֆունկցիան գրել եմ ախպեր, որտեղ պետք է ան կկանչեմ։ Գուրգեն ջան, իմաստը ո՞րն է ես մի հատ միջանկյալ ֆունկցիա կանչ։ Հավաքում եք մի հատի մեջ իրան։ Որպես ինչ։ Դուք հավաքում Չեմ հավաքի, Վիկտորիա ջան, մի դեպքում այն ֆունկցիան են ուղարկի, մի դեպքում այն ֆունկցիան են ուղարկի։ Եվ այդ բառատի ֆունկցիա, ասում ախպեր, ես էս ստացա։ Ինչ տաբին եթե կկանչ։ Հա, որ ինքը ունիվերսալ է, էլի, որ իրան լուբոյ բան կարա։ Ճիշտ ես ասում, լյուբոյ ֆունկցիա փոխանցես, ինքը ուղղակի իրանից հասնում է կանչելը։ Կոպիտ ասած այն ռումբի կալցուկ հաշվն է դա։ Նայեք, ինքը կլինի հավաքական ինչ-որ բան, որտեղ բոլոր ֆունկցիա, մեր ամբողջ կոդի։ Ինչ է սա։ կոնկրետ Այդ պետք է լինի Վիկտորիա ջան, ա ֆունկցիան կանչեմ, կկանչեմ ան, ինչ եմ իրան դիմում, որ ինքը այն ֆունկցիան կանչի։ Ուրիշ ի՞նչ է պետք։ Բա Խնդիրները ավելի հեշտացնում։ բացարձակապես մի բանը խառնելու է։ Շատ պետք է սա Վիկտորիա ջան, տանը մի հատ է ֆունկցիայի մեջ, մտցնեմ պարամետրով փոխանցեմ, ես անցի գցեմ կարակը, որտե պետք կարա գա։ Ինչ խնդիր կարա մեր համար լուծի։ Մատետի փակեք այդ երաժշտությունը չլսեմ էլի։ Այսօր առավոտից լսում եք, Հա, ներվես խոխտվում է։ Ոյ։ Յոպե։ Որ դեպքում կարա պետք գա, որ ֆունկցիան կանչի ուրիշ ֆունկցիա։ Լսում։ Սպասեք։ Նայ, պրոստը չի կանչում, ուրիշ ֆունկցիա, ժողովուրդ ջան, պարամետրով ստացածն է կանչում։ Կարևորը որ պարամետրով է։ Հա, սա իմաստը հենց պարամետրում, թե չէ հազար հատ տեսել ենք ֆունկցիային գրե Վիկտորիա ջան, 3 հատ առանձին ֆունկցիաներ էր կանչում խոսքի։ Հա, կարող է հավաքական կերպար կարանք ունենալ, չէ՞ Գուրգեն ջան, որ։ Արկից թագում։ Պարամետրով ֆունկցիա։ Կարևորը պարամետր այսինքն։ Ժողովուրդ, օրինակ եթե ինչ-որ գործողություն դառնի ու ցավի համար այդ գործողությունը մեկնա դու տես մեկը ամեն անգամ Գուրգեն ջան, այս ֆունկցիան կանչելուց։ Դու հատուկ տալիս ես ֆունկցիա։ Յոպե։ Դու հատուկ ֆունկցիա ես տալի, չէ՞, ինքը իրան չի, ժողովուրդ ինքը Կարտացնում է էլի ինքը։ բացարձակ, հələ մի բան երկարացից, այ Վիկտորիա ջան, էսի է կարճ թե էսի։ Էսի է կարճ թե էսի է։ Էս քեզան, էս էլ քեզ բնա։ Տակի զիբիլանոցը ջնջից։ Ժողովուրդ, կարաք օրինակ բերեք ինձ։ Այս վերջերս որ անցել եք օրինակ։ Ինչ խնդիր ա լուծում, հա՞։ նո
Time-out-ը։ Set timeout-ը օրինակ ժողովուրդ։ Timeout-ը։ Ինքը ինչ անում, ֆունկցիա է սպասում պարամետր։ Ինչի, որտեղ իրան հետաքրքիր չի, թե ինչ ֆունկցիա է ուղարկել։ Set interval-ը դիք իրան հետաքրքիր է դու պարամետր որպես ինչ ֆունկցիա ես փոխել բացարձակապես։ Հիմա նայեք, երկու հատ ֆունկցիա ունենք, հեսա էլի օրինակը բերեմ ժողովուրդ։ Պետք է կիսա կատակել էլի, որ ասի set timeout, որտեղ set timeout-ը դուք արդեն պետք է իմանայիք, որ ֆունկցիա է սպասում որպես պարամետր, չէ՞։ Հիմա նայեք, Վիկտորիա ջան, set timeout-ը որ կանչում եք, գիտես ինքը ինձից ինչ է սպասում։ Հա? Այդ f-ը որ փոխանցել էինք, այն ապուշ ֆունկցիային։ Հիմա set timeout-ը այդպես մի հատ անկապ ֆունկցիա է, բաղ չես։ Ինչ որ մի բան է։ Հա, իրան вообще հետաքրքիր չի։ Նայ, տենում ես set timeout-ին տվեցի b ֆունկցիան ու ասեցի 2000 վայրկյան, 2 վայրկյան, հա, 2000 միլիվայրկյան։ Այո։ Նայեք։ Օպանա։ Եկավ, շնորհավորում եմ։ Դե բուձելնիկով եղավ։ Վիկտորիա ջան, այն ժամանակ եթե ես ուղղակիորեն կանչեի a ֆունկցիան կամ b ֆունկցիան կապում, դու մի անգամ չխկել դալեն նույնը, հələ նայեք։ Բուձելնիկա, հա? Տես։ Մի հատ b հենց հիմա է տպում, մի հատն է 2 վայրկյան հետո։ Տեսա՞ր։ Մի րոպե, բայց այդ set time-out-ը իրանով տեղով ֆունկցիա դարձավ։ Set time-out-ը արդեն JavaScript-ի տված։ JavaScript-ն է այնի տվ։ Այնի ինքը իրանով աշխատող հսկայական ֆունկցիա։ Հա, հələ Օտոսկի time-out-ն որ երկու րոպե հետո ինքը Բայց այս նորված է։ Երկու րոպե հետո թե ինչ-որ կոնկրետ ժամ։ չէ, կոնկրետ մեր ժամից, օրինակ 7:20-6:20-ին, այնտեղ ժամանակը մենք նշենք, ասենք որ 6:22 օրինակի համար ինքը Ապրես, ուրեմն նայ, ժամանակի հետ որ անցնենք արդեն date-ը հիշում եք։ Date-ը որ անցնենք, ուրեմն նա ինչ կարաս անես։ Կարաս ասես մի հատ տուր ինձ Չէ, մի րոպե։ Դու ինչ ես ուզում անել մի ժամ հետո, թե դու մի ժամ հետո ես ուզում, թե ինչ-որ օրինակի համար չէ, 2 րոպե հետո ինքը console log-ին հետ շանում։ Հա ժամը տպի ուղղակի։ Չէ, ժամը չէ, console log-ին ինչ որ time-out-ն է, որ 2 րոպե հետո ինքը ինչ որ բան ազդանշան։ Հա, դե 2 րոպե դե կլինի ուղղակի 2, հա, Վալեր ջան, նայ, ուղղակի դա կլինի 2 անգամ օրինակ 1000, չէ՞։ Նա տե անգամ 60, սա կլինի 2 րոպե։ Չէ, օրինակ այս բայ ժամը ինքը նշե, որ 2 րոպե հետո time-out-ը օրինակի համար ժամը արդեն 6:23 է օրինակ։ Հա։ Այդ ծեր ինքը։ Ուզում եմ ինքը ֆիքսի է հիմիկվա պահը, որ 2 րոպե հետո Okay, չէ, նայ։ Так, вообще սենց է ժողովուրդ ջան աշխատում բրաուզերում։ Ինքը բացելու պահից սկսած է ինչ որ հաշվարկություն, հա? Դու չես կարա իրան ինչ որ ժամ ասես, օրինակ։ Դու կարաս նշես Վալեր ջան, որ բացելուց հետո ենթադրենք, կես ժամ հետո։ Էդի կարանք գրենք, հա? Գրելու ենք օրինակ set timeout-ը, այդ կես ժամը մենք պետք է զուտ միլիվայրկյաններով հաշվենք։ Այս set timeout-ը աշխատում է այդ բացվելուց պահից, այդ ֆունկցիան set timeout-ը կանչվելու պահից սկսված։ Մի հատ ինձ կասեք որվա հարցի մոտը, որը ինչի դու է հարցը։ Ֆունկցիան կանչում էր մի հատ ուրիշ ֆունկցիա։ Okay, նայ։ Հիմա set timeout-ը JavaScript-ի գրած ֆունկցիան է, չէ՞։ Բայց տեղից ֆունկցիա է, էլի։ Ով։ Այդ set time-out։ Ճիշտ է։ Դրանից առանց պարամետրի պարիգում չի աշխատի։ Ապրես, պարամետրով ինչ է սպասում։ Մի հատ ուրիշ ֆունկցիա, ապրես, մի հատ ժամանակ։ Հա։ Այդ ֆունկցիան դու կարաս գրես, դու կարաս դրսից փոխանցել։ Այդ այո։ Կարաս դու գրես ամենի վայրկյանը 1 for-a 1-ից մինչև 5 կիլոմետր։ Մեկը ֆունկցիա է, ժողովուրդ։ Մի հատ զանգված, դու զանգված գրես for-a պատրաստի ֆունկցիա, որ ոչ թե մենք ենք կառուցում, այլ set timeout-ը պատրաստի ֆունկցիա է, որ նոր գրել ենք, չէ՞, կանչիր ցանկացած ֆունկցիա, չէ՞։ Հա, բայց օրինակ սովորական ֆունկցիան ամեն մի մասնիկն ենք մենք գրում։ Հա, դե ժողովուրդ, այդ նույնն է, որ հիմա խորանանք to fix-id, օրինակ to fix-id-ը պարամետրեր հստակ գիտենք ինչ ընդունում, ճիշտ է։ Հա, set timeout-ն էլ է JavaScript-ի ինչ-որ ֆունկցիա, որը որ գիտենք մենակ այն մասին, որ սպասում է կամայական ֆունկցիա ու ժամ միլիվայրկյաններով, okay։ Ինքը ինչ անում,
Այն պահից սկսած Գուրգեն ջան, երբ որ դու կանչես set timeout-ը, ինքը հենց այդ պահից Վալեր ջան դնում է ու հետ հաշվարկ անում։ Վիկտորիա ջան, հետ հաշվարկ անում տվել ես 5 վայրկյան։ Հա։ 5, 4, 3, 2, 1 ու գնքում։ Բացում։ Հա, ի՞նչն է կանչում, callback անում, ասում է երբ տարի սիրելիս, հա, բեր ֆունկցիային հետ է կանչում, հա ջան։ Օրինակ ֆունկցիաս Այ ամրես, հա։ Հիմա տեսեք, ժողովուրդ ջան, set timeout-ը ինչի համար, օրինակ Վիկտորիա ջան, ինչ-որ մեկը ինչ-որ մի հատ կլիկ տեսած կլինի, կայքում ինչ-որ տեղ ես սխմում, պրոցեսներ կա, որ մի քիչ հետո է կատարվում, հա, ոչ մի անգամից էլի, այսինքն միշտ չի որ սիրուն է, կամ պետք է թողես օրինակ, հեջեղել է կայքը բացես, կամ այն օրը Վալերը շատ լավ օրինակ բերեց, ոնց ալում որ կինո ես նայում, չէ, բանով, օրինակ YouTube-ով կինո ես նայում կամ ինչ-որ բան ես նայում, ինչ-որ ժամանակը մեկ ռեկլամա բերի, այդ ոնց հրաշքեր երկնքից, չէ, set time-out, դրածա որ կես ժամ հենց 5 րոպե նայես, մեկ գովաս շրխցրու თუ չնայի, հա, դրածա որ օրինակ Age մտնելուց անմիջապես 15 վայրկյան 30 րոպե հետո, ոչ պատկերացրի 15 րոպե հետո մեկ վիդեո հանի երեսին։ Ընտիր։ Հա? Հա? Տենում ես ինչի համար է ինքը մեզ պետք։ Ինքը ի՞նչ է, էլի ֆունկցիա է, չէ՞, բան բացերը։ Կապ չունի, ալերտ եմ բացում։ Ես եմ ալերտ եմ բացում, միշտ տարբեր։ Ինչ-որ մի ֆունկցիա, որը պետք է կատարվի։ Իրավետ ինչ ուզեք կարաք գրեք, ինչ գործողություն։ Դու ես ֆունկցիա գրողը։ Չէ, ինչ Այո։ գործողություն Այո, կարաք նոր բա մեր ֆունկցիայի օրինակը գիտես որն էր հենց, որ դու անձամբ գրում ես մի հատ կներես մի հատ ֆունկցիա ես դու գրում, որը որ կանչում է ցանկացած ֆունկցիա, բացարձակ իրան հետաքրքիր չի, ինչ ֆունկցիա ես դու իրան տալիս, որ ինքը կանչի, հա? Նորեն որ գրել էինք բան, կանչիր ամեն չեմ հիշում ինչ էինք յուրաքանչյուր Հա, ֆունկցիա։ կանչիր յուրաքանչյուր ֆունկցիա։ Այս set time-out-ն էլ է պրինցիպի նույն լոգիկա։ Չէ, ես ինչն էի հարցնում, ուզում հասկանամ դուք նախապես գրած ֆունկցիան կանչում եք ու վերջ, թե իր մեջ գործողություն եք գրում։ Այսինքն այս set time-out-ին ասում եք, ես ինչ բանն արա, թե ուղղակի նախորդ գործողություն կատարած ֆունկցիան եք կանչում ու վերջ։ Չէ, ես set time-out-ին կարամ տամ ռումբը, Վիկտորիա ջան։ Հա։ Որի մեջ գրված է հստակ ինչ պետք է կատարվի։ Հա, օքեյ։ Հա, տես, դա ինչն է ֆունկցիան։ Ինչ որ ֆունկցիա, այստեղ կարող է for գրածել եմ Վիկտորիա ջան։ Չէ՞, կարող է գրածել եմ let, yes-ին 0-ից մինչև yes-ին ինչ, հա, լյուբայ ֆունկցիա ժողովուրդ, հա։ Չէ՞, ահա, ֆունկցիա եմ գրում Վիկտորիա ջան, տալիս եմ այս ռումբա, չէ՞, տիկ ջան ֆունկցիան, քանի դեռ չի կանչվել։ Տալիս եմ set time-out-ին, ասում եմ 2000 վայրկյան հետո նվերը բացես, ախր ու թռնում եմ։ Հա։ Վերջ։ 2 վայրկյան հետո ինքը անձամբ, այո, մնացածը արդեն կառավարում է քո բրաուզերը։ Եվ կարանք գրենք։ Ինչ։ Եվ կարանք Այսինքն եւ 2 վայրկյան հետո եւ 4 վայրկյան հետո եւ առանձին կարաս գրես Վիկտորիա ջան, կարաս գրես set time-out, այսինքն մի հատ 2 վայրկյանից, մի հատ 4 վայրկյանից։ Եվ նկատում։ Շկոտ է, ֆունկցիա, всё։ Մի ինքը սպասում է մի հատ ռումբ, մի հատ ժամանակ։ Հա, մի տերորիստը մի ռումբ կարա տրաքացնի, ժողովուրդ։ Դրանից հետո Ալլահ ակբար, всё, չկա։ Ինչ չունի։ Ունի ինտերվալը։ Ահա։ Չէ՞։ Set interval։ Ուրեմն set timeout-ը միանգամյա տերորիստ է, ժողովուրդ ջան, սա ուղղակի։ Ռումբը տալիս ես ֆունկցիան, ժամանակը տալիս ես, հետ հաշվարկը անում ու միանգամից Ալլահ ակբար, ախր, գնքում է ֆունկցիան կատարվում։ Ջան։ Այդ set timeout-ը ժողովուրդ այնքան է կիրառվելու ձեր պրակտիկայում, ձեր աշխատելուց եւ այլն, ինքը շատ միշտ շատ օգտագործվող ֆունկցիա է, հա, set timeout։ Գուրգեն ջան, set interval-ը ինչ էր անում։ Այդ նույնը ինտերվալով։ Բայց այդքան ժամանակը մեկ։ Այո, ինչ որ ժամանակը մեկ, էսը մի քիչ դմբո բան է։ Դասին բրոզա։ Հա։ Դասին բրոզա։ Okay. Set interval-ը ժողովուրդ ջան, մի քիչ դմբո տերորիստ է, էլի։ Այն փոջը բոմբերից ավեկալը մանտա տերակցին է։ Ինքը 4 րոպեին մեկ այդ նույնը կանի։ 4 վայրկյանը։ Նայ 4 անգամ 1000։ 1000-ը ինչն է միլիվայրկյան։ Միլիվայրկյան, 1000 մի վայրկյան։ Մի վայրկյան, հա։ Այն որ վերևը որ գրել էիք 2000, ասում էիք էդի 2 անգամ 1000 էլ։ Այո, ճիշտ։ Այ արա, ահա։ Հիմա տեսեք։ Այս դեպքում ժողովուրդ Ադի մեկ։ Ինչի՞ չէ։ Ուրեմն տեսեք, այս set interval-ը աշխատում է։
այս պարբերականությամբ, այսինքն 4 վայրկյանը 1 ինքը ամեն անգամ կատարում է որ ֆունկցիան վալրջը յուրաքանչյուր ֆունկցիա իր համար բավարար մեկա թե դու ինչ կանես, հա, լավ։ Ժամանակը լրացել է 4 վայրկյան տվել էի ու 4 վայրկյան հետո ախպերս ֆունկցիան կատարում է։ Տիկ ջան, հենց մաքուր 4 վայրկյան է տևում, թե կարա երկար տևի։ Տանել եմ 4 վայրկյան, հետո պետք է կատարես։ Կարա օրինակ տևի 5-րդ վայրկյանը։ Թե պետք է եթե ժամանակ տվե պետք է արի։ Ինչ գործողություն։ Ինչ որ իրան տվել եք։ Չէ, կան տարակցնելու պահն եմ ասում, թե կարող է, հա, ճիշտ է, մի 1000 հատանոց for-ում մեջ է, դա չեմ ասում, թե ֆունկցիան իր ինչքան կտևի։ Ասում եմ, որ բուձերնիկը լրան է։ Հենց այդ պահին, հա, օրինակ մեր հեռախոսի բուձերնիկները միլիվայրկյանը մեկ աշխատում, հա, միլիվայրկյանի ճշտությամբ, ժողով, հենց ինչից կապված։ Ինչի հաշվի։ կոդի չափի կամ բրաուզերի։ Չէ։ People want to go կոդից շատերնի։ Իմ կոդի շատ բան է կախված ունել, բայց ոչ թե հարցը ստեղ են չի, տիկ ջան հարցը ոչ թե ստեղ պատվող է, հա, ոչ թե քո կանչվող ֆունկցիայի մեջ է, այլ ինչա կատարվել կամ կատարվում այդ պահին քո գմփալուց, այդ ֆունկցիայի գմփալուց։ Նայ, հիշեցիք ինչի հետ եմ։ Ուրեմն տեսեք, լավ նորից շատ կարևոր է ժողովուրդ, այս մասը շատ լսեք։ Ուրեմն տեսեք։ Երբ որ դուք չայնիկը դնում եք վրա, հիշում եք նորից եկեք հետ հիշենք չայնիկի օրինակ։ Վիկտորիա ջան, չայ դնելը, դա դες կրիտիկական բան է, թե կարող չճտացնես չայնիկը, դասնստես քո գործը շարունակես մինչև եռաճուր։ Բնականաբար set timeout կարած դնես, հենց ճտա ծանգոց, չէ՞, ժամանակակից չայնիկ, դաժե կարող է խոսքի ինքը իրան հելի լցվի բաժակի մեջ։ Դեմի կարաս օրինակ, դնես ճտոցը լսես կհելնես։ Այդ նույն բուձերնիկն է։ Դրել եմ որ set interval հենց եռաս տունցի ար, հա, այն տարբերությամբ կներեք, մի քիչ որ ստեղ ես ժամանակ եմ տա, հա։ Բայց Վալեր ջան, օրինակ ես գիտեմ որ միշտ հստակ է։ Որը ճիշտ է, եթե մի լիտր ջուր ես միշտ երաստում, մի լիտր ջուրը ինքը պոտավոր, գիտես, որ մի 5 րոպե կերա, է։ Ֆունկցիայի մեջ է, միշտ նույն գործողությունն է։ Եթե դու Օպա, դու իրան նույն գործողությունն ես տվել։ ով, ես set timeout-ն մի դեպքում a ֆունկցիայով եմ կանչում, մի դեպքում ես իմ Դե այդ ուրիշ բան, բայց մի րոպե, ամեն տողը իր հստակություն ունի։ Ճիշտ ես։ Հիմա նայեք ինչն է, բայց խնդիրը գիտեք որտեղ է կայանում։ Հələ հիշեք ես, չայնիկը հիշում եք։ Եկել եմ նստել եմ գործ եմ անում, ժողով չայնիկը ճտած։ Մի անգամից պետք է վազեմ չայ լցեմ, հա չեմ կարող մի քիչ մնա տենց հետո լցնեմ։ Վռաշ չի, չէ՞։ Կարամ հետո լցնեմ։ Եթե Վիկտորիա ջան, դու այդ պահին գործ ես անում ավելի կարևոր, ոչինչ որ ճտա հետո այդքան։ Նույնը ծրագիրն է։ Ասում եմ, եթե ես այս պահին մի հատ ավելի հուշ կարևոր աշխատանք եմ կատարում, բայց այդ աշխատանքը տվողը դուք եք։ Ֆորը, ճիշտ ես ասում։ Հա, բայց այդ ստացվում է հենց։ Ֆորը ինչ է համարվում։ Բան, ցիկլ։ Չէ, կարևորությամբ իր ինչ է։ Հույժ կարևոր գործողություն։ Function հայտարարել, հույժ կարևոր գործողություն, հա։ Չէ, ես այդ չեմ ասում, ես ասում որ դուք եք տալիս իր նախնական գործողությունները միջև այդքան վայրկյանը ֆիքսել եք։ No, ժողով, տեսեք, իրականում շատ ավելի խոճուճու բարդ է, քան պատկերացնում։ Ուրեմն տեսեք, հեսա դոմնել որ անցնենք, ժողով պարալել ինչ-որ ֆունկցիաներ են տակից վրից այսպես կատարվում գնում գալի, բայց ես մոտ գեժանոց է տիրում։ Պետք է չի մտածել ու սաղի հետևից գնալ, որտեվ ժողով կցնդեք այդքանը որ մտածես լավ, բա որ էսի սրա հետ միանք JavaScript-ը այդ ամեն ինչ արդեն մտածել է մեր փոխարեն, որ չցնդենք, էլի մեր փոխարեն։ Հա, մեր տեղը աշխատելու։ Ինչի համար։ Հիմա նայ, Վիկտորիա ջան, դրել եմ, որ սա կատարվի 1 վայրկյան հետո, հա։ B ֆունկցիայի console log-ը պետք է կատարվի մի վայրկյան հետո։ Մի որ անգամ console log-ը։ Լավ, ասում ավելի լավ է 1 անգամ, ավելի լավ է 1 անգամ տեսնել, քան 1000 անգամ պատմել։ Հիմա տիկ ջան։ Իհարկե։ Set timeout-ը դա չայնիկն է։ Հա, եթե ինչ-որ մի բան տիկ ջան դրել ես որ ըլնի կեթամ հետևից։ Մի գործողություն համար, չի։ Հա, ինքը ինչ-որ մեծ ֆունկցիա է կատարում։ Կարևորությունը որտեղ է։ Okay, նայ։ Ուրեմն նայ, JavaScript-ը չի կարա Նապոլեոնը խոչի որ միաժամանակ մի քանի գործողություն անի։ Չի կարա ինքը դες բան անի։ Դե հա, գիտեմ, հերթով անում։ Հիմա նայ, հերթով անում։ Հիմա
Ես այս պահին Իրեն կոնկրետ էս ասել, ինչի համար set ապրես, time նայ, out-ը։ ես այս պահին ինչ-որ գործողություն, ուրիշ ֆունկցիա եմ անում։ Հա։ Ինչ-որ, նայ, հիմա օրինակ ինչ-որ մեկը Վիկտորիա ջան, տակից խորագր, եկեք հենց կոնկրետ օրինակի վրա նայենք։ Հաջո։ Այս ծրագիրը մենք գրեցինք, դարի օրինակ China-ի բանից։ Մենք կրնանք այդ մեր դրած ծրագիրը, գցենք այդ չիպի վրա, թե չիպը արդեն տնենք օրինակ համար China-ի մեջտեղ, դու արդեն դու ուրիշ մասնակից։ Իրականում կարաս դու գիտեք, որ օրինակ ես ձեր տելսելի բաները JavaScript-ով գրած են տելսելով որ փոխանցումներ եք անում բան sense տակից JavaScript-ով գրած պրոստը մի հատ կայք է ինքը ուղղակի էլի որպես այդպեսին էլ հա ինչի՞ չէ Այսինքն որ սկսում են հեսանի ունենալ։ հա Այս բաժակների մոտ այս դրանք չգիտեմ բայց այ տելեֆոնի մեջն է հաստատ շուտ հիմա հնայեք եթե ես եկեք ավելի ռեալ օրինակով նայենք այս ամենի Վալեր ջան set time out-ը կանչել ես դերել Չէ, Տիգ ջան, տվել ես մի վարքյան հետո։ Գուրգեն ջան, որ մի վարքյան հետո, տվել ես, հա, օքեյ, լավ, ախպեր, մի վարքյան հետո մի անգամից կատարվի։ Լավ, եկեք ժամանակը փոքրացնեմ, ասում ավելի կրեսական եկեք խոսանք։ 100 միլի վարքյան, էսի գիտեք ինչքան է։ Վարքյանի 10-րդ մասն է, հա, վարքյանը որ բաժանես 10-ի հետ ինես բանա, որ մի օրինակ 8 հատ դրանից անցա։ Այսինքն շատ փոքր ժամանակ։ Հիմա, տեսեք տվել եմ, որ Տիգ ջան, սա պետք է կատարվի 100 միլիվարկյան հետո։ Ախպեր դա որ աշկը երևի չես է հասցրի թարթես այդ ժամանակն է, հա? Հիմա գնում եմ լեդ, նայ։ Բուձելնիկը դրել եմ, այսինքն չայնիկը դրել եմ վրան։ Ու տակից ուրիշ գործ եմ սկսել Վիկտորիա ջան։ Ես ոչ չեմ սպասելու այս չայնիկը չտա։ Դեբիլություն չի լինի ժողովրդի իմ կողմից, օրինակ մի ճաշը դրել եմ վրան, եկել նստել եմ, հա? Ճաշը դրել եմ վրան, ախպեր։ Հիմա ես ինչ նստեմ ճաշի կա։ Կարավոտվան ճաշի կերել։ Ես ամի ճաշի գլխին կանգնեմ ասեմ Ես ճաշի գլխին կանգնեմ ասեմ ախպեր դու էդի ես մինչև տենց ինչ ոչ եմ սպասելու չէ Վիկտորիա ջան ես կարող եմ թամեն գործերով բախվել մինչև ճաշի եթե մեկ եթե խառնեմ Այս այդ դեպքում բայց այս set time out-ի իմաստը կորում է Ինչի Դե որտեղ դուք իրան հստակ ժամանակ եք տվել հստակ բայց ասում եք այս գործողությունը սկանեմ այդ արանքում իսկ JavaScript-ը գիտես ոնց է մեկնաբանում այս ամեն ինչը Ասма սա այն դիք ջան ժողովուրդ այս մասը ուշադիր լսեք ճիշտ է ման եթե գրում եք set time out կամ set interval դիք նոմա երբ ուզես արա եթե մեջի գործողությունը նոմա երկրորդական Ուրեմն JavaScript երկրորդականը ճիշտ է մեջի գործողությունը այո երկրորդականը դրա հետ նշանակ համաձայն այդ տենում է JavaScript-ը set interval set time out տենում է ինքը դիք նոմա այն կողմ Երկրորդական պլան, այո։ Բայց մի հատ նոր հավելում։ Ժողովուրդ, գիտեք ոնց է բացատրում։ Երկրորդական պլանը։ Տեսեք բացատրում։ Ոնց է չայնիկը։ Հա, ոնց է չայնիկը օրինակ։ Բայց որ ինքը երկրորդական պլան այլ ոչ կար ժամանակ ունենա։ Հեսա կբացատրեմ։ Սպասեք, հեսա կասի։ Ուրեմն Ջան։ Այսօր ինչ է time out։ Իհարկե, ինքը ինչ որ ժամանակ տաքացնում է, հետո անջատվում, հետո տաքացնում, հետո նորից անջատվում։ Ինտերվալ է դրած։ Հա, ինչ որ ինտերվալը մեկ ինքը ջուրը բանանում, ըստ շնայցնալ կարող ավելի ֆելացեն, կարող է դաչիկով ուղղակի ջրի ջերմաշճանով։ Հա։ Ժողովուրդ, տեսեք, հիմա եկեք ավելի հետաքրքիր մի հատ օրինակ բերեմ։ Ինչ էի ասում։ Ճաշը, ջան, հա։ Չէ, ճաշը պետք չի։ Ճաշը պետք չի։ Հա, առաջնային ու երկրորդայինից էին, չէ՞։ Բանը, հիմա տեսեք, ժողովուրդ։ Ես հիմա գրել եմ set time out, կարող է որ ուրիշ բան էի ասում, ճիշտն ասեք։ Օրենքն է ուզում ասեի չլսակ։ Մի տեսեք, ժողովուրդ, օրենքը ինչ է ասում JavaScript-ի։ Ասում է եղբայր, ասում է երբ որ դու ինձ տալիս ես 2000, դա չի նշանակում, որ ես պարտավորվում եմ 2000 վարկյանը լրանանում։ Պես դա կատա։ Նա հստակ գրված ախպեր JavaScript-ի դոկումենտացիա բացում ես, գրված է սա այն մինիմալ ժամանակն է, որ խոսք եմ տալի, որ չեմ անի։ Այսինքն, երբ որ դու եկեք sense բանան, պայմանավորվում ենք, որ ամենակիչը կես ժամ, ամենակիչը կամ 15 րոպե չես գալ։ Okay? Այսինքն հակառակ կողմից նայեք իրան, այսինքն դա այն մինիմալ ժամանակն է, որ ասում եմ դու չես կատարվելու, դիք ջան։ Այսինքն դուք իրան ասում եք 2 միլիվարկյան, բայց ինքը կարա 4 միլիվարկյան հետո։ Կարևորը այդ 2 միլիվարկյանն է։ Պրակտիկայում 2 վարկյան չի կարա այդ կարգի Չէ, օրինակ։ բայց հա, միանշանակ։ Այսինքն տեսականորեն հնարավոր 2 վարկյանը, նացածը ինչ կտաս կտաս։ Ապուս, այո։ Հա, ոնց ստացվեց։ Օրինակ, Վալեր ջան, այդ նույնն է, որ ասում եմ ախպեր, հենց հիմի օրինակ կարևոր ժողովի եմ, ասում եմ
արի դու, բայց ասում եմ 15 րոպեից շուտ չգաս։ Տա որ 20 րոպե հետո գաս էլի տոշնյա, Վալերյան, էլի մի 5 րոպե, չգիտեմ, մի հատ կոֆե խմեմ մինչև գաս, օրինակ, եւ այլն, հա, այսինքն կարևոր չի։ 15 րոպեից Բնույթը այն է, որ դու 15 րոպեից շուտ չգաս, որտեղ դրանից շուտ քո գալը կարա ինչ-որ բանի խանգարի։ Նույնն է JavaScript-ում, նույնն է կոդում, Գուրգեն ջան, այդ ֆունկցիայի շուտ կատարվելը կարող է շատ լուրջ ու վնասակար ազդեցություն ունենա մնացած կատարվող process-ներին։ Հա? Okay։ Այդ ոնց որ հյուրերին ասեք, ժողովուրդ, օրինակ 5-ից շուտ չգաք խոսքի, էլի, բայց դե բնականաբար ժողովուրդ ջան, տեսեք, ոնց որ գիտեք ոնց է, համ այս կողմից եմ խփում, համ այս կողմից եմ խփում, էլի, իրականում հա մինիմալը դա հստակ է տիպ 100% գիտենք, ջան, լրիվ նույն ձևով է ինտերվալն, այո։ Իրանք երկուսն է իտոգում նույն ձևի են աշխատում, պրոստը ինտերվալը նույն բանը անդադ էշեշ կրկնում։ Okay։ Հա, իրան պետք է դու պարտադիր, ոնց է բուզելի կանանջդ բուզելն ես արադի զարթնել եմ անջատվել, դու ձերով պետք է անջատես։ Ստոպի հնարավորություն ունի։ Իհարկե, հեսա ցույց կտամ։ Հիմա տեսեք, հա, Էսի մի անգամ է պալևում։ Set time-ը մի անգամ է, բայց իրան է կարող ստոպ տանք։ Ոնց է, չէ՞, բուզելնիկից այդ շուտ զարթես կարաս անջատես որ չզնգա։ Տիկ ջան, երբեմն ինչ-որ դեպք կարող է դու օրինակ ասես, ախպեր դու արդեն սկսի, բայց վերջի պահին ինչ-որ պայմանից կախված։ Տեսեք, եկեք ծրագրավորման տեսանք նստանք։ Ինչ-որ տիկ ջան պայմանից կախված կարող է այդ պահին օգտատերը ինչ-որ մուտք անում, բան, ինչ-որ նոր մի հատ գործողություն ուզում սկսի, որ դու ասես արա լավ դեր գնաց այս կողմով։ Այ որ գնաց այդ կողմով տիկ ջան, մնացած այնք սա կարող է 8 հատ time out-եր դրի Գուրգեն ջան, որ աներ, բայց այն 8 հատը արդեն իմաստը կորցնում։ Հա, Վիկտորիա ջան, այսինքն քո օգտատիրոջ գործողություններից կախված կարա քո դրած սա time out-ները անիմաստ են։ Դրա մեջ այսինքն կարա այդ ամեն ինչը if-ով ասենք։ Իհարկե։ Եթե sense, if sense time out-ը թող աշխատի, եթե չէ stop լինի։ Չէ, ասեմ ոնց։ Լրիվ հակառակ օրինակը պատկերացրու։ Չայնիկը դրել են վրան, բայց զանգում են վրաս դուրս են գալ։ Դե չի սա չայնիկը։ Ավելի լավ չէ անջատել տնից դուրս գալ։ Հա, բայց մեկը պալևում է չայնիկը եռել, իմաստ չկա։ Տես, ես չեմ թողում որ չայնիկը մինչև վերջի եռա։ Ենթադրեմ, չայնիկը տևում է 15 րոպե մինչև եռա բրծել։ Ես դնում եմ չայնիկը, ճտստում ախպեր, հենց այդ բան զանգում եմ, բայց շուտ արի, եսի ինչ ա, խոսքի։ Ես ում պետք է Վալեր ջան, տնից դուրս գամ, միշտ թողեմ չայնիկը 15 րոպե, մի ասես մնա, մի քիչ քաջություն պետք է ունենաս։ Բայց դե թող սանջատես նոր տնից դուրս գա, չէ՞։ Նույնն էլ ըստեղ է, ժողովուրդ ջան, եթե ձեր ինչ որ գործողությունից տրտված դուք դրել եք այդ time-out-ները, տիկ ջան, դու պատրաստ էիր անեիր։ Այսինքն դու հեսա պետք է լիներ, այսինքն դու ուզում էիր իրականում լներ այդ ֆունկցիան, բայց գործողությունից կախված ինքը էլ ակտուալ չի։ Պետք է ֆռնասա ասես ախպեր մեծ անջատվի։ Որտեվ տիկ ջան, դու չես կարա, Վալեր ջան, դու չես կարա անդադ հետևես ախպեր, տենաս թե այդ ֆունկցիաներից որը ինչ էր անում։ Հա, Գուրգեն ջան, կարող անդր մի հատ ֆունկցիա դեմ, որ յա կատարված, յա չկատարված։ Հա, ինչ որ եսի ինչ չի, էլի որ մնա։ Բայց սովորաբար լուչը ջնջես այդ Լուչը ջնջես չթողես կատարվի, էլի, հա, նույն այդ քո ասած օրինակը կարա չայնիկը միացրած եմ մնա, բայց ինչի, էլի, միտքը, հա? Բայց այս դեպքում կարող ընդհանուր չգրել ուղղակի։ Կամ եթե գրել կանգնակ Գրել ես այդ պահին, քեզ պետք է եղե որ գրես, այ եթե պետք է ինչ-որ պայմանից դրված, անջատ։ Okay։ Հիմա, ժողովուրդ, եկեք մի հատ ուրիշ բան, եկեք հենց հիմա ռեալ, ասում եմ, հենց այս պահին ստանում ենք n օրինակը ու n դեպքը, որ Վալեր ջան տվել եմ 100 միլիվարկյանում պետք է կատարվի, բայց չի կատարվում։ Ինչի չի կատարվում, որտեղ Վիկտորյան տակ է դրել, let գրել է in հավասար 0-ից, in փոքր կամ հավասար է 30,000։ Չէ, լավ։ Հա? Շատ կդարձնեն գիտա։ In plus Վիկտորյա ջան, մեծ թիվ է, չէ՞։ Դաժե JavaScript-ի համար ցիկլ 30,000 անգամ նույն բանը կրկնել։ Դաժե կարող այնքան շատ եմ գրել, որ բրաուզերը կախի։ Եկեք նավսակի 3000 դնեմ։ Լեյսը վստահ չէ։ Հա? Ժողովուրդ 3000, ինչ է կարծում JavaScript-ը հոգի ու սիրտ չունի, 3000-ը դե իր համար թիվ չի։ Թիվա, Վալեր ջան, բա 3000-ը կոնսոլը գիտես հեշտ է անել այսօրվա դրությամբ։ Հəmi Վիկտոր հաջող։ Ինքը փոքր հավասարանք պրինցիպի բանի, infinity, թե չէ։ Դե կանանք, բայց դե անխիղճ չի։ Չէ, Սիրտը հոգի ունենք, չէ։ հասկացա, ինքը կեթա, Չէ։ կեթա։ Ինչ որ մի պահի բրաուզերը ասելու է հարգելիս, ես հասկանում եմ որ հավեսը թելել է միլիոն, բայց կպի գործերի, էլի, հա, կպի գնա գործերի։ Ժողովուրդ ջան, JavaScript-ը ու բրաուզերը, հա, եկեք ցենց սահմանենք։ Բրաուզերը չի թողելու, որ դուք նմանատիպ ասեմ, բուզելնիկը դրել եմ ու անցել եմ ուրիշ գործի, չէ։ Վիկտորյա ջան, ես այստեղ սպասելու եմ, այս տողում։ Մի վարկյան։ Հա։
այս տողը մարժի սպասեմ։ Չարժի, չէ՞։ Ավելի լավ չի շարունակեմ մնացած տողերի գործողությունները կատարել, չէ՞։ Չի հասկացել Վիկտորյան, հələ սպասեք։ Ես սենց եմ պատկերացնում։ Մի հատ ասեմ, էլի։ Ես սենց եմ պատկերացնում, որ այդ time out-ը մեր գործողությունը Ահա։ այս ինչ պահին կրկնում է։ Set time out-ը ինչ որ պահի, հա, ինչ որ ժամանակ հետո Հա։ կատարում։ Ինչ որ ժամանակ հետո։ Այսինքն, այն B ֆունկցիան, որ գրել ենք դրա մեջ B ֆունկցիայի մեջ գրել ենք ես ինչ։ Ինչ որ գործողություն։ Set time out տվեցինք B-ն, տվեցինք ես ինչ վարկյանում։ Ես ինչ վարկյանում այդ B ֆունկցիան կկատարվի։ Ես ինչ վարկյան հետո։ Հետո այդ B ֆունկցիան կկատարվի։ Հիմա տակը այդ set time out-ի մեջ գրել ենք մի հատ լրիվ Set time out-ից տակ։ Հա, Կապ չունեցող, set time out-ը դրեցի անցային գործերի։ գրել եմ լրիվ մի հատ ուրիշ ֆունկցիա։ Այս set time out-ը այն մեր ֆունկցիաների նման, որտեղ երկասս կա։ Օպա, նայ։ Այն ֆունկցիան ինչա կատարում ժողովուրդ ջան։ Հա, երբ որ դուք գրում եք set time out։ Ուրեմն ինքը մի հատ գրանցամատյան ունի։ Այս գրանցամատյանում, երբ որ դու ժամանակ ես տնում, ինքը տանում շարում է։ Այս ինչին 4.5 խոսքեր, այս ինչին, այս ինչ ֆունկցիային, հա, որը որ պետք է կատարվեր։ 6.5 եւ այլն։ Ինչ որ ցուցակում։ Ուրեմն ինչա անում ինքը։ Դու քո գործերն ես անում, ինքը իր for-ն ան դեֆերում։ Հա, տակից for եմ, չէ՞ գրել։ Այս for-ը սկսում է կատարվել։ Բալեր ջան, այս for-ը երբ որ կատարվում է, ուրեմն մի հատ ճոճա նստած այն ու գրի վրա, այդ ցուցակը ձեռը այս։ Ու հերթով նայում ասում, սրա ժամը լրացա։ Տանում է ուզում է կատարի։ Տենում է բան կա, անդե հələ գործ են անում։ Ասում է լավ, ազի ջան, գլուխ սպաս։ Սպասում ես, for-ը բրծնում է, ասում է սո քո հերթը եկա։ Այսինքն նայ Վիկտորիա ջան, երբ որ երևի գրածների պահն է, որ ուզում Այ այստեղ։ Նայեք, ուրեմն տեսեք։ Այս ձեր գրվածքները JavaScript-ը հետևում ետնաբեմում։ Մենք չենք տենում այդ ամեն ինչը, Վիկտորիա ջան, հրաշք է, հեքիաթ է, հա? Հետո կհասկանանք միանշանակ տենց ոտ չունի։ Ֆիքսիկներն։ Ուրեմն այս միաժամանակ ինքը կարա ընդհանրապես մի հատ console log-ի ան։ Ինքը չի JavaScript-ը այնքան բան է։ Ինքը մի պահի կարա մի հատ let անի տիկ։ Ինքը չի կարա մի անգամից համեն ֆունկցիա տանի, համեն, հա? Ես հիմա նստած գործ եմ անում։ Ես JavaScript-ի հերթականությամբ, իհարկե, կարաս միլիոնավորն անես, բայց ամեն քո սիմվոլ, ամեն քո տառ կատարվում է շատ լուրջ հերթականությամբ։ Որտեղ է իր տեղ գրավում։ Արտահերթ, չէ, արտահերթ։ Ուրեմն մենք կատարում մենք չի կարող սպասել։ Արտահերթ հակառակ իմաստով կներես, այդքան էլ ճիշտ չի արտահերթ բառը։ Ուրեմն տես, ուրեմն այս set time out-ը, այսի կատարվող process-ն է, տող արտող հիշնում է։ Վիկտորիա ջան, ինչ որ մի պահի քո կոդը վերջանալու է, այն որը որ պարտադիր է այս պահին անում։ Ինչ որ մի պահի sense էս անում, չէ՞, որ JavaScript-ն է sense շնչում է, որ հեսա պետք է խոսքի չգիտեմ, մի քիչ հանգստանա, այդ պահին այն ծոճան որ կա։ Հա, այդ ծոճան այդ ցուցակից մի հատ ֆունկցիա անում, բերում ասում է less-ի շուտա։ Պահը պետք է բռնցնի, այն որ ասում է բեմ, այն որ հուշարարները բեմ են դերասաններին։ Պետք է նայեն տենան, որ այդ կադրը բրծա, նոր այդ դերասանին բրթեն բեմ, չէ՞։ Չի կարա կոպիտ եմ ասում, դե բեմում կատարել միանգամից մի քանի կադր, չէ՞։ Ահա, այսինքն պետք է սպասի հուշարարը, որ այդ մի բանը վերջանա, այդ մի բանը գործողությունը վերջանա, որ նոր մյուս դերասանին բրթի ասի գնա քո խոսքի հերթը։ Հա? Այսինքն տեսեք, այս set time out-ը անցնում է, գալիս է սրան, հիմա եկեք գնանք նայենք տենանք։ Ուրեմն տեսեք։ Ինչ պետք է տպեր։ Բեն։ Գնացինք տենանք բեն ուր դեր անում։ Բայց ես ինչի ամենավերջում եղավ։ Ինչքան տևեց Վալեր ջան մոտավոր։ Որը շատ արագ գալու է։ Չէ, շատ տևեց իր ասած ավտոբուս։ Հաստատ, բայց հələ եկեք 30000 դնենք, որ հաստատ զգամ։ 100 միլիվարկյան անցած կլինի, չէ՞ ժողովուրդ։ Հա, ինձ էլ ասում։ Տեսար տիկ։ Տիկ ջան, ֆորը անում ես մարդը, ինչ դուք set time out-ը շատ է որ լրացել է, իր շատ վեճն է, չայնիկը ճդ է, ջանդակ թե չի ճտացի, ախպեր գործ եմ անում։ Իսկ եթե կոնկրետ կոդը JavaScript-ով չկարեն ուրիշ լեզվով տարբերություն հնարավոր է դարձ, թե սա լեզուներն են ուրիշ։ Նայ, լեզուներ կան, որ ունեն տենց հնարավորություն, որ միաժամանակ Նապոլեոնը ոնց էր միաժամանակ մի քանի բանակարում անում։
հա լեզուներ կան, որ կարում են միաժամանակ մի քանի բան անել, բայց Վալերյան JavaScript-ը կարա միաժամանակ կատարի ինքնին մեկ գործողություն։ Դու շատ բան կարաս գրես մի 600 հատ ֆունկցիաներ կանի Վիկտոր ջան, նենց ավակ կանի։ Դու չես նկատի, որ դա միաժամանակ չեղավ։ Ինքը կարա միլի վարկանների հերթականությամբ, հա, ու արագությամբ Վալերյան այնքան գործողություն անի, որ քեզ թվա թե հավասար արեց։ Հա? Դրա համար Ժողովուրդ ջան, էսի անոմալիա է իրականում, այս sense դեպք դուք նես չհաջողակի կհանդիպեք։ Ես էդի հատուկ զորով ստացա, որ դուք տենաք, որ նես չի էլի, որ այդ set time-out-ը տավի 100 միլիվարկյան, 100 միլիվարկյան հետո կոնսոլ լոգը տնեն։ Բայց մի տեսակ մենք տպավորեցին, որ ինքը լուբոյ գործողության համար էլ սպասում է։ Ով ինքը երբեք չի սպասում, ինքը դաժե մի միլիվարկյան, Վիկտոր ջան, եթե այդ բան բանն է անելու, ինքը նույնիսկ մի միլիվարկյան զաձերքա չի տա։ Եթե prompt-ից թիվ ստանա կամ ինչ-որ տեքստ։ Prompt-ը այո, prompt-ը շատ զզվանք բան է։ Այս դրա գործողություն անելու համար մենակ սպասում է դու prompt-ը լրացնես։ Այո, հա, prompt-ը կեղտոտ բան։ Եթե դու prompt-ը չլրացրի, ինքը չէ։ Դե բայց այս սովորական մի հատ անկապ բան էր իրականում։ Դե ես էսի զուտ վատ օրինակի օրինակի համար համար սպասես, նշանակում ինչ-որ լուբոյ լուրջ գործողության համար։ Գիտես որն է JavaScript-ի համար լուրջ գործողություն, լուբոյ բան, որը որ ասինխրոն չի, հերթից դուրս։ Գիտես որն է իր համար ասինխրոն, այս տերմինը հələ մտնում է բայ։ Ասինխրոն, սինխրոն եւ ասինխրոն, հա? Սինխրոնը դա որն է, for-ը Վալեր։ Ասինխրոնը որն է Վիկտորիա ջան։ Set time-out։ Time-out-ը։ Հա? Քո հերթից դուրս է, չէ՞, ինչ որ մի պահի, ինչ որ մի գործողություն յանին պետք է աներ, բայց չարեց ախպեր։ Եվ պետք է արի, հա ինչ որ վարկան հետո։ Դա արդեն всё։ Նայ Վիկտորիա ջան, երբ որ դու ասում ես, հալավ դե մի քանի վարկան հետո կանես, դա արդեն քո կյանքում արդեն դառավ ինչ որ երկրորդական բան, չէ՞։ Ոնց կարաս դու երկրորդական բանը ավելի շուտ անես, քան քո այս պահի գործողությունը։ Չէ՞։ Հիմա set time-out-ը ու set interval-ը համարվում են երկրորդ սորտի հա, երկրորդ սորտի գործողություններ, որոնք որ Վալեր ջան ոնց որ տեսանք մեր օրինակում կարան կատարվեն ավելի ուշ։ Հա, բայց ոչ ավելի շուտ, քան 3000 կամ ինչ-որ մի վարկան կամ 100 միլիվարկան։ Հա, դիք ջան ինքը կարող խոսք տա, որ 100 վարկանից շուտ չի անելու կամ 100 միլիվարկանից շուտ չի անելու կամ Գուրգեն ջան մի վարկանից շուտ կարող խոսք տա, որ չի անելու։ Հա, բայց մնացածը վրա ասում են կարանցա չեմ կարող տա։ Հա, որն էր համարվում Վալեր ջան, կրիտիկական լուրջ կարևորության առաջադրանք JavaScript-ի համար։ Ես ինչքան բառասի կրիտիկական լուրջ, later, շուտ, լիբոյ բան, որ set time-out-ով կամ set interval-ով չի, դա իր համար կրիտիկական առաջադրանք է, okay։ Դրա համար միշտ դրանք ես կողանում։ Իհարկե, հա, մեկը հերթով անում, set time-out-ի մեջի գրացնելա Վիկտորիա ջան, ֆունկցիա չէ set time-out-ին տվել, հա։ Ինչ էր կոչվում այդ ֆունկցիաները։ Սպասի, callback, հա։ I'll be back, այդ կինոյի մասը հիշեք։ Այս ֆունկցիան որ փոխանցում եք, ասում ախպեր I'll be back ու այդում է։ Okay, այսինքն հիշեք, որ set time-out-ի ֆունկցիաները, set time-out-ի մեջի ֆունկցիան, որը որ փոխանցում ենք որպես ինչ, Վիկտորիա ջան, set time-out-ի որպես պարամետր, չէ՞։ Ֆունկցիան որպես պարամետր։ Ֆունկցիան որպես պարամետր փոխանցելուց հետո set time-out-ը ինչ-որ ժամանակ հետո կկատարի ու բոլորը երջանիկ ու ուրախ կլինեն, հա։ Տեսակ ինչ լավ եկյաթը ավարտվեց։ Ահա։ Զորները որ մեկ Սաղ ծրագրը որ ունի գլխին է մարդը մի հատ խնձոր հաստատեն գետա։ Okay։ Իդեպ ես խրազում եմ մարդկանց հետ, կարևոր մարդկանց հետ իմ կյանքում։ Եթե ես մի տարի հետո դարձա ծրագրավորող, հա, ինձ ավտարն է գրառնում։ Որը դզես Վիկտորիա ջան, բա ինչ անենք քո համար։ Անում եք, հավատացեք ամեն ինչ անում եք։ Okay։ Ես եմ Ժորժ ջան։ Հիմա Ես որ դուք ինձ հիմա նպաստում եք իմ Range Rover ունենալու։ Range Rover, Հա։ Range Rover-ի համար ես եք սովորի։ Իսկ ես կաշխատեմ։ Ես հիմա սիմուլյացիա եմ անում, ես չեմ աշխատում։ Հիմա տեսեք, set time-out-ի ու set interval-ի տարբերությունը ինձ թվում է հասկացամ, չէ՞։ Հա, մեկը որ կրկնեմ, մյուսը որ մի անգամ։ Այո։ Հիմա callback ֆունկցիան է, հա, խնդրում եմ ժողովուրդ, այդ բառերը ու տերմինները միշտ հիշեք, հա, որտեղ որ գնաս Callback-ը ինչ է։ I'll be back-ները, պարամետրով փոխանցված ֆունկցիա։ Անունը չէ։ Callback, կանչիր ետ, հա, callback, գրում եմ callback, նայ։
callback, հա? Ժողովուրդ, Բայց էդի մեր Ջան։ այդ բանի անունն էր, չէ՞ ուղղակի։ տերմին է։ Ինքը ֆունկցիա չի։ Չէ, ինքը տերմին է ուղղակի։ Հա, ինքը տերմին է, Վիկտոր, հասկացողությունը, լավ, սենց ասա, հա? Բայց այդ time-out-ի Ապրես, էդի գիտես որն է, դաժե ոչ թե set time-out-ի, տիկ ջան, էսի գիտես ինչ տերմին է, էսի ուղղակի ոնց որ պրինցիպի ասենք, այն ֆունկցիան, որը որ հետո է կանչվելու։ Արի տենց անվանենք իրանց։ Callback են անվանվում այն ֆունկցիաները, որոնք կանչվելու են ինչ որ ժամանակ հետո կամ որոշակի պայմաններից կամ որոշակի ժամանակ հետո։ Որոշակի ժամանակ հետո, հա? Ժողովուրդ, էդի ինչ եմ կարևորում ու հատուկ նշում այդ բառային ու տերմինոլոգիան։ Ժողովուրդ ջան, ուզենք թե չուզենք, ոնց է, չէ՞, մաթեմատիկայի քննությունից դու կարող ես օրինակ 18 միավոր հավաքել Վիկտորիա ջան, բայց այն 2 միավորը չէիր հավաքել։ Տեսական գիտելիքի պակասության պատճառով։ Հա? Տեսական գիտելիք, այսօր ժողովուրդ ջան, հարցազրույցները անցկացնում են ու մարդու գիտելիքները ստուգում են առաջին հերթին Գուրգեն ջան, տեսական գիտելիքների հիման վրա։ Հա? Դու չես կարող գնաս բանկ, ասես, ես բեսամ թույն հաշվապահեմ, ասեմ, դե ես ինչ օրենք, ես ինչ բանով խոսք, ես ինչ ոնց այդ բաները, հենց այդ խելացի բառեր ասա հաշվապահությունից չեմ կարող։ Ու այնց ստացվի, ժողովուրդ ջան, որ այդ մարդը հա կարող է իրականում Գուրգեն ջան թույն հաշվապահ, բայց չգիտեմ, օրենքները այդ բանին են նայում, կամ չի հիշում այդ մարդը։ Բայց ամեն դեպքում իրան արդեն որպես Հիշենք որ օրը մի հատ օրենք է փոխվում, այսօր Դե կարող հա, հաշվապահել։ ամեն դեպքում որպես հաշվապահ մեկ այլ լուրջ չեն վերաբերում։ Հա, նույնն էլ մեր մասնագիտության մեջ է։ Եթե օրինակ քեզ ասեն Վալեր ջան, օրինակ ասինխրոն ասեսինստենտ այս կլկլցել ելով աչքերը, արդեն կհասկանան, որ դու չգիտես էսքի ասինխրոնը ինչ, Վիկտորիա ասինխրոնը ինչ է։ Սինխրոն եւ Կարևոր եւ ոչ կարևոր։ ասինխրոն։ Հերթով եւ հերթից դուրս, հա? Հերթից դուրս վատ իմաստով։ Չմտածես, որ արտահերթ բան դզված դեմ գվիվ կլիենտներ չեն, էդի ընդհակառակը վատ իմաստով, որ երկրորդական գործողություն։ Սինխրոնը for եւ let, չգիտեմ, ինչ ասինխրոնը է set time-out թողնի, հա? Ասինխրոններ ժողովուրդ ջան, էլի կա։ Գիտեք ինչքան ասինխրոն գործողություններ կան։ Set time-out-ն ու set interval ուղղակի callback։ set callback-ը որ ֆունկցիաներ։ Որ ֆունկցիաներ callback-ը։ Set time-out-ը։ Set time-out-ին փոխանցված ֆունկցիա։ Կամ ուրիշ Okay, պատկերացրի, set time-out-ին փոխանցված գործողությունն է callback, հա? Ինչը պետք է հետ կանչի։ Ֆունկցիան ֆունկցիայի չեք կարող էլի callback-ը։ նայեք, Գուրգեն ջան, իրականում callback չի համարվում։ Հա։ Callback չի համարվում ինչի, որտեղ ինքը մեկ է այդ պահին է կատարվում։ Հա, այդ պահին եղավ այդ անտերը։ Всё, okay։ Ռեկուրսիայի մեջի callback-ները Այդ եմ ասում, ծիալիցիչսկի կանանք անվանեն callback, որտեղ callback ժողովուրդ իրականում անվանում են յուրաքանչյուր ֆունկցիայի, որը որ փոխանցված է ֆունկցիային Վալեր ջան, որպես պարամետր։ Հա, որպես պարամետր։ Հիմա տեսեք, ժողովուրդ, set time-out, set interval հասկացել ենք։ Սինխրոն, ասինխրոն։ Սինխրոնը process-ն է, որը հերթով սիրուն, ակուրատ գիծա կատարում, Վիկտորիա range-ի range-ից։ Ես ասի մտքերով եմ, հա։ Իսկ ասինխրոնը Ֆիքսը որ դու հարցը չես։ Ճիշտ ես։ Ես ասի մտքերով ես գնաց։ Իսկ ասինխրոնը դա հերթից դուրս, այսինքն երկրորդական Վալեր ջան գործողությունները։ Շատ լավ, շատ խոսացինք, գնացինք խնդիր լուծելու։ Աջա։ Հա։ Օրինակ եթե բանկով փոխանցում կատարես օրինակ 10,000 դրամ, ինքը որոշ վարիանտ դեռ հաջող գործակ, չէ՞։ Այո։ Այդ դեպքում այդ հաջող գործակը արդեն callback-ը։ Այո, ինչի է դա համարվում callback, որտեղ գործողություններ, որը որ վճարումից ինչ-որ ժամանակ հետո կատարվեց։ Բայց էլի կապ ուներ քո բանի հետ, հա։ Բայց այդ callback-ը Վալեր ջան, մի քիչ ուրիշ գաղափարի callback-ը, հա։ Հասկացողությունը էլի նույնն է։ Այսինքն ինքը հաստատվել է տվյալ պահին, ոք ցա տալիս մեզ հետո։ Ապրես։ Հա, չէ, տես ինքը քեզ ճիշտ ես ասում, կարող է այդ պայմանը հաստատվել է, բայց ինքը հետո է ուղարկում։ Իսկ այս մյուս callback-ը, որ հենց հետո է լինում է։ Տեսեք, էս էլ է պրինցիպի նույն բանը, ինքը գիտի, որ դա պետք է արվի, գիտի, որ կառուցում պետք է քաշի։ Էլի հետո արվում։ Բանկային սիստեմը մի բան փոխանցում են անում, ասում են համարը գրի, Հա։ ինչ որ ժամանակ են ասում, քեզ SMS-ը գալի, որ նստել է փոխ։ Հաթելից նույնելի Եթե դու կոլ չէ, քեզի չես գցում, քարտի չես, որ քեզ SMS տողիշի քարտին գցում, ասում են համար գրի, հա, ու պրիտում մի բան քեզ SMS-ը գալի, որ հա, նստել է, ամիտ գերի, այս հա, այդ բանկի այո։ Ունի այդով փոխանցում կենես, ինչ որ Քեզ դիկրես,
Քեզ SMS անող, քեզ SMS, նայ, Բուրգենը հիմա փոխչու, ասում եմ դե համար գրի։ Եթե իմ համարս գրում է, ոնց SMS-ը գալի, որ փողը եկել է, բայց Դա ոնց որ տեսելով բանով էր մենակ։ մի բան կարա դիք։ Հա ճիշտ է, բայց տեսելով էր, ես էլ եմ հիշում։ Տեսելով ճիշտ է, գրում էիք համար, որ հետո հենց որ փոխանցումը հաստատվում էր, ես հիշում եմ։ Փոխանցումը հաստատվում էր, ես եմ Էդի վարկ, մի րոպե։ Չէ, էդի գիտես վարկ վճարելուց էր, ոչ թե փոխանցում անելուց։ Ոնց որ վարկ վճարելուց էր, գիտես, որ վարկ էիր վճարում, որ ինչ էիր անում, համարդ գրում էիր, որովհետև ես չեմ հիշում, ինչ որ տարբեր բաներ եք ասում։ Սուսուտ բաներ եք ասում, նա չկա դե։ Okay, ժողովուրդ չէ, հաջա։ Ասեմ ինչն է։ Պաշտպանությունը ուշեք չի դուրս։ Անդադ կոդ են իրար ստուգել տվել, որ ուրիշ քիչ չառաջան։ Իրական, հա, դա էլ կա, որտեղ անդադ պետք է ինչ-որ մի ձևով անդադ ստուգել, հա։ Այդ callback էդ էլ է callback, ճիշտ ես ասում, որտեղ քեզ նամակ ուղարկելու գործողությունը Գուրգեն ջան, պետք է կատարվեր, գիտես երբ որ այն մարդուն փողը հասներ նոր այդ ֆունկցիան կանչել։ Հա? Okay։ Լավ։ Եկեք խնդիրներն էլ լուծենք, ժողովուրդ։ Մինչև խնդիր չլուծենք, կարևորը պատկերացնենք, չէ՞։ Հանգստան։ Հանգստացանք։ Չէ։ Արտիկ ջան, որ խնդրեմ բացի էլի։ Հեսա կերքեն, դա։ Այ մարդով երկի լավ։ Կոպեկ եք գցենք, ոչ լավ։ Վելա չխեղդենք։ Շուտ հայկան ու բան մի քիչ ամերիկացական հագամարություն էր։ Էլի սա որը գժվստում են արդեն։ Այս բանի մոդաչը, այս ներքև որը բարմայի։ Անդեմ դեղոչի դեղոչի կա, է նստած։ Իրանք հայկան են տեսնում, չամպիոնիկում քավտար բարձունի զապում։ Դեպի հրապարակի չամպիոնիկում սրը բանից, առաջ գետնացման մոդը։ Դեռ նա գիտարը դրոս կա։ Այն ավստոյն շիշկապողն։ Դրում է շիշկապողը։ Շիլկոնջիկ նվագելով սա։ Նոր բան էինք անում, տնայիններն էինք գրում, մեկ էլ ընդերից մեկը գոռում է ու ասենք այդ երգի մեջ է, էլի այդ գոռալու բան, ու այդ բանին ինձ հարցը տալի մի րոպե ասում խնդրում մի հատ են գոռացած իմ ուղղակի չի կենտրոնանում։ Ես պրոստը չէ, ես օրինակ որ կենտրոնացած էլ տարբերակ չկա։ Ու ես չէ, ես շոտ եմ ցրել։ Հավեսով գտնում ես հեշտ է։ Չէ, ես որ դա ջղայնացակ։ Ես հավեսով չեմ գտնում, ես կամ ջղայնանում եմ կամ չէ։ Ես երբեք հավեսով գործ չեմ անում, ես կամ ջղայնանում եմ որ լրջանում եմ սկսում եմ անել։ Կամ վիդեոներն եմ Instagram-ի թերթում դրամ։ Էդի չէ, այն դինջ վիճակն է, որ ոչ մեկը ոչի բան չես անել։ Հանգստացաք, հələ մտել տեսնեմ ինչ ունեիք, ժողովուրդ։ Սա բոլորը լուծում ենք։ Սա ինչ որ խնդիրներ են։ Չեմ նայել, ես հներն եմ նայել։ Հա, 4 հատ էր։ Բայց այս ֆունկցիա, որ ընդունում է 1 պարամետր, ամեն 1 վայրկյանը մեկ կոնսոլում պետք է տպի հետ հաշվի ստացից եւ ամեն վայրկյան մեկով պակասելով մինչև հատի։ Ասեմ մի հատ ես լուծում եմ։ Ասա։ Նայեք, բանը, մենք մի հատ ֆունկցիա գտնենք, որի մեջ for ենք ֆրում, որ ամենը ու մինուս ենք անում, չէ՞։ Function print եմ գրում։ Function pr, հա? Print։ Ասա գրում եմ Վիկտորիչ։ Բայց մի հատ իմ բանավոր ասած տեսեք ճիշտ է, ասում պետքա for from, որ 10-ից մինչև 1-ը մինուս լինի։ Ապրես։ Հակառակ for-ը ուզում ամեն 1 վայրկյանը մեկ կոնսոլում պետք է տպի հետ հաշվառ։ Okay, հա։ For-ը գրենք let in հավասար է 10-ից, չէ՞, in հետ հաշվի, հա։ Գրում մի խնդիրն է ասում ամեն 1 վայրկյանը մեկ կոնսոլում պետք է տպի հետ հաշվարկ սկսած 10-ից ամեն վայրկյան մեկով պակասելով։ Մինուսով։ Հա, դիտես մի գլոբուսի բանը չի։ In մեծ է ինչ գրեմ այստեղ։ Չէ, բանը in Մեծ կամ հավասար է 0-ից։ Մեծ կամ հավասար է հետ հաշվարկ է։ Հետ հաշվարկ։ Հա, ճիշտ է, մեծ հավասար 0-ի։ Մինչև 0-ն պետք է գնա, չէ՞։ In մինուս ճիշտ է։ Հա։ Ոստեր արդեն Կոնսոլով in։ Հետո դեռ տակնել գրում եք այդ n բառը։ Օպա։ Այստեղ չէ Վիկտորիա ջան, լես ինչ։ Անունը հավասար է set interval։ Հա։ Նայ։ Կոնսոլ լոգը պետք է արագ չլինի։ Ես չեմ ուզում իրար հետևից կոնսոլ լոգ շարունակել։ Ես ուզում եմ գրի 10, հետո գրի մի
ու ջուր։ Մի տես ինքը ասում է մի վայրկյան հետո։ Այսինքն 10 տվես, պետք է մի վայրկյան սպասի 9 տվի։ Մի վայրկյան պետք է սպասի 10 տվի։ Այսինքն for-ը գրենք set interval-ի մեջ։ For-ի մեջինը գրեք set interval-ի մեջ։ Հա։ Set time-out-ի ներողություն։ Set time-out։ Հա։ Հիմա նայ։ Այստեղ մի հատ հետաքրքիր տրուկ կա։ Set time-out։ Նայ։ Դրել եմ Վիկտորա ջան set time-out-ի մեջ, ասում եմ function, կարամ չէ ժողովուրդ ջան, մի անգամից ֆունկցիան մեջը գրել։ Ինտերվալով ասում։ Ջան։ Ինտերվալով time-out չէ։ Ուրեմն console log-ը Բայց ճիշտ է, set interval պետք է։ Արա set interval-ը ասում։ Okay։ Okay, ժողովուրդ ջան, ուրեմն, էսի կգրեմ Set interval հետո function։ ժողովուրդ Ինքը տեղով ֆունկցիա չէ։ Set interval-ի պարամետրը constant interval-ը Բայց պարամետրը տալիս պետք է չգրել, օրինակ այն p Անունը set interval-ը ֆունկցիայի։ Այս ֆունկցիա կրը պատկերացրել դու առանց ֆունկցիայի set interval-ը անում։ Մի րոպե, բանը, set time-out-ը set interval-ը ինչ է, ինքը պարամետր չի սպասում։ Այո։ Բայց ինչ ֆունկցիա տվել։ Ինչ է սպասում որպես պարամետր։ Ֆունկցիա ու Բայց մեր արդեն իսկ գործող ֆունկցիային է ինքը սպասում, դուք թազա ֆունկցիա եք մեջ տալիս։ Իրա համար կապ չունի Վիկտորը ջան։ Հա? Էս նույնն է, նայեք, էս նույնն է, ժողովուրդ ջան։ Կներես Բադր ջան, էս նույնն է, որ գրեմ այստեղ Վիկտորա ջան վերևում կամ ինչ-որ կամայական տեղ։ Հա? Այդտեղ դուք պետք է մեջը չգրեիք PR ու ստորակետ ինչ-որ PR-ը ժամանակ։ հիմնական ֆունկցիան է, որ կանչում է for։ Հա? Հա, դուք հիմա պետք է իրան որպեսի այդ թվերը բան չաներ, պետք է տակը չգրեիք, բանը, set Նայ, օրինակի համար ես կարամ հագածի մեջ PR ու ժամանակ։ Նայ, այստեղ կարամ գրեմ օրինակ callback, չէ՞։ Կամ գրեմ call։ Հա, ինչ-որ sense տնեմ ֆունկցիայի անունը։ Ինչ պետք է անի console log, չէ՞ Վիկտորա ջան։ Console log չպետք է անի։ In։ Այդ չի իրա գործը։ մի քալա։ Ահա։ Էսի տամ սրան որպես պարամետր, որպես callback ֆունկցիա, հա։ Հա, հիմա ստորակետ ժամանակը։ Նայ, նույն բանն է Վիկտորա ջան, դրա համար։ Հա, այս գրելաձևն եք արեք սովորեք։ Տես, լրիվ նույնն է։ Մի րոպե, էլի, ծնծարաբրակացնի չի որ։ Հա, նայ, էսի copy եմ անում։ Անանուն ֆունկցիաները հիշում ենք։ Ֆունկցիա, որ կարող է ուղղակի անուն չունենալ։ Հա։ Այս set timeout-ի մեջ որ գրում եմ այս call-ի տեղ, հա։ Սա արդեն անանուն ֆունկցիա է։ Լավ, եկեք sense գրենք, մինչև այն մյուս գրելաձևին կսովորենք։ Ուրեմն տեսեք։ Բայց այդտեղ պետք է արդեն ժամանակներ չնշեք։ Ճիշտ է։ Ինչքան ժամանակ։ Էսի ժողովուրդ, այս խնդիրը դիվարկյան ասում է թե time-out-ով։ Չէ, Set interval-ով։ interval-ով։ Հələ մի րոպե, set interval-ով ո՞նց է կանել։ 10-ից մինչև ամեն վայրկյան ո՞նց անենք ինտերվալը։ Ինչպես է time-out։ Գիտեք ինչ է, constant constant օրինակը։ Աս։ Այդ console log-ը վերջի վերաբերող ֆունկցիան կգրես, կարող է այս constant interval-ը հավասար set interval-ը հավելեցելու ամենաշատից console ֆունկցիա log-ը դոնենա, բայց պարամետրի դիտան, for այդ պարամետրի վրա դիտվա, դեռ constant interval-ը interval-ը կանչվի, հավասար է set interval-ը հավելեցելու նշան։ Ոնց գրեմ, այսինքն set constant interval-ը հավասար է ուղղակի անում set interval-ը, հա, իր նշանները ֆունկցիան գրում մեջ։ նշանը, հա։ For-ը լցնեմ set interval-ի մեջ, բալեր չէ։ Չէ։ Բա։ Մենակ console log-ը։ Հեն Գուրգեն ջան, դու ինչ կասես։ այդ ֆունկցիա ունի պարամետր դիտան, for-ը դի, Ում պարամետր տա։ MPR-ը դի պարամետր։ Ինչ պարամետր։ Ասում եմ ֆունկցիա ունի, պարամետր ու թիվ, որը սպասում է պարամետր թիվ, Չէ, մենք բարևում for-ով իրան 10-ից 0-ն իջանք։ հա դե թիվը դուք տար, բայց ինձ ասում եմ ստեղծ այդ ֆունկցիա, որը դնում է պարամետր թիվ, մեկ պարամետր թիվ, ամեն մեկ վայրկյանը մեկ կոնսոլում պետք է դեպի հետ հաշված սաս 10-ից, և ամեն վայրկյանը մեկով պակասելով մինչև հասնի 0 և առաջ։ Այս պարամետրը պետք չի։ Արամ։ Առաջ պարամետր։ Հա, Հիմա այս պարամետրը սխալ մի։ Այն քոլը որ գրել եք։ Հա։ Դրա կողքին ժամանակ գրեք всё, ճիշտ չի աշխատի։ Չէ։ Ինչի՞ չէ։ Նայ։ Բալեր ջան, հիշում ես, չէ՞, ինչի՞ չէր աշխատում։ Վիկտորա ջան, գրեմ մի վայրկյանը մեկ։ Ջան, if stay քեզ вообще չի բերի։ Ինչ, if-ով ինչ ես։ Ինքը որ մի անգամ աշխատելու դրա համար եք ասում, չէ։
Մի անգամ չէ, շատ է կատարվել, բայց 0-ի հավաս։ ծաղկային է ակտը։ Ինչի։ Իպը եթե հավասարել 0-ի Դա ցիկլս մեկը կայնելու այն բա։ Նայ, լավ, մի sense հարցնում։ Set time out ուր դες գնում կամ set interval-ը։ Դուրսը։ Պետք է դուրսը գրվի։ Դուսը ինչ ունես։ Դուրսը ինչ։ Ինչ ունես։ Ճիշտ է, ահա այդ։ Հենտիկ։ Էսի ու Ոնց։ Հաղորդում գրեմ նամ մի բան է։ Այդ ինչի համար եք օգտագործել։ 10-ը նույն նայել սենցի։ Հա 10-ի փոխարեն եք էդի սպասել։ Հա, լավ, օքեյ, հա, հաշվի, փոփոխական ախպեր հաշվի 10-ը, հա։ Այդ ինտերվալի մեջ գրեմ ֆունկցիա տանտոլոգի նամասենտրը նամ ինչ մարդ ամենական Այսինքն սրա մեջ գրեմ ֆունկցիա։ Ահա։ կոնսոլով մեր ֆունկցիայի մեջ Այսինքն ինչի՞ մը։ ոչ բան չէ, այնա շտիվանները Սրա մեջ չէ։ Այդ բանը դա։ հա, Սրանց նկատի անում է։ ահա։ Ինչի համար է դա դիքչում։ Դեպի որ Ֆոկուսը ստիլը։ անեմ որ թիվ մի հատ 11, ֆիքսված 11 ուզում սարքեք Չէ, դու դինամիկ։ ուզում ես հալ գրի։ любой тип. Հա։ Դու կոնսոլը թիվը, հետո մեկ-մեկով իջի, Հա։ մինուս ալը։ Երկրորդ գրի ի։ Ու ամենական փոքր, եթե այդ փոքրը հավասար եղավ 0-ի, կայնացել է բանը, process-ը։ Ժորժ, ես օրինակ sense կարամ պատկերացնեմ ձեր ասածը, որ for-ը գրեմ ըստեղ, չէ՞։ Ամենական փոխումը, չէ՞ թե։ Ժորժ, ամեն անգամ ինտերվալ եք ստարտան։ For-ի մեջ եք գրելու Չէ։ Լավ։ Մի հատ ինձ կասեք են Լավ, օքեյ, լավ։ Ավիշի մինուս։ Բայց մի հատ կասեք ինչի համար չաշխատեց այդ սպարս մեթոդը։ Հիմա տղեկ ավելի պարզ ու մատչելի լուծում են ասում ինտերվալով։ Ես իրական ուզում եմ time out-ով լուծել։ Լավ, օքեյ, եկեք մի հատ ինտերվալով լուծենք, հետո time out-ով։ Լավ, ես լրիվ ուրիշ կոմի վրա եմ անթոցից մտածում, չեմ ջոգում կոնկրետ ինչ եկա։ Հա, լավ, всё, արդեն հասկացել եմ ձեզ դեպքը։ Ճիշտ է։ Հիմա տեսեք, Ժորժ, խնդիրն է ձեր, որ ասում ես, հա, դրա համար էր ասում set interval-ով, հա, ես չէի հիշում ես խնդիրը ինչ էր set interval-ով, էլ։ Ուրեմն տեսեք, set interval-ը ինչ էր անում։ Ինչ որ ժամանակում կրկնում Կրկնում, չէ՞։ Հիմա այս մարդը ուզում է որ այս վարկյանը 1 ինչ որ թիվ տպեմ, չէ՞։ Որն էր մեր թիվը, Վիկտորը չէ։ գործողությունը չի կրկնում։ Հա։ Բա դուք իրան որ հիմա ասում եք Հա, ֆոկուսացնելու եմ, ինչը։ Բա որ դուք հիմա իրան ասում եք մի հատ 10 մի հատ 9 մի հատ 8 դեռ տարբեր գործողություն չի համարվում ինքը։ Տարբեր գործողություն, ապրես, նայ ոնց է։ Ինքը ամեն անգամ գնալու է մեկա big number-ը գտնի ինչ արժեքումի, չէ՞։ Նայ, Վիկտորը, երբ որ դու օրինակ set time out-ի մեջ գրում ես console-log 10, հա, console-log-ի։ Ինքը պետք է նայի այդ պահին կամ ինչ արժեքում, չէ՞։ Նույնն էլ ստեղ։ Նայ, ես մի հատ փոփոխական եմ պահում big number։ Այսինքն երբ որ դուք հետո for-ը գրեք, ամեն անգամ պակասացնելու է big number-ից ու էդի տպի։ Sense գրեմ, օքեյ է։ Առաջի պարամետրը որպես ֆունկցիա։ Հա։ Մի շփոթվի, ինքը սովորական նույն բանն է։ Function print, տենց դնենք անունը իրա։ Ինչ է սպասելու, թիվ, թե ինքը իրա մեջ պիտի ունենա։ Ամեն անգամ Գուրգեն ջան, պետք է գրեմ console log, չէ՞։ Console log-ի, չէ՞։ Big number։ Ու մինուս անեմ, չէ՞։ Ժողովուրդ ջան, ամեն անգամ Վալեր ջան, պետք է ինչ-որ ժամանակը 1 վերցնեմ թվեմ այդ պահին թիվը, շոտ չի կա, չէ՞։ Էսի մեր շոտ չիկն է։ 10, 9, 8 ջան։ Որ ես դիտամ set interval-ն է։ Կանան, ժողովուրդ։ Հետո ինչքան տամ նստե ժամանակը։ Բա ստոպ ուր դե։ Մեկից մադիվ գրի։ Որտե։ Չէ, դրանից դուրս։ Սրանից դուրս։
Սետից սերվար ուր ան։ Ես Դե բանի մեջ, չէ դրա։ ֆունկցիայից մեջ չէ։ Ահա։ Լավ, Եթե չէ big number որ big number-ը հավասար եղավ 0-ի, թող կայնի։ Իրար ինտերվալ։ նայ Վիկտորիա ջան, ես է բուզելնիկի ջնջել։ Ու ինտերվալ։ Գիտես ինչ եմ գրել ինտերվալը հավասար է այդ ինտերվալի։ Որտեղ Վիկտորիա ջան, երբ որ ինքը բուզելնիկ ա դնում, բուզելնիկը ինչ որ idea ստանում։ Ահա, նայ։ Գրելեք, եթե այս մեր big number-ը հավասար է 0-ի, Պետք է կանգնացնեմ, չէ՞ տանվեր։ Նայ, եթե չգրեմ, Վիկտորիա ջան, նայ, էսի կոմենտը։ Հա? Մի հատ եկեք տենանք ինչ ենք ստանում նոր, օքեյ։ Ստեղ է։ Չէ, ֆունկցիան չի կանչում։ Բայց պետք է դինանք։ 10, 9, 8, 7, 6, 5 մինուսները շարունակում։ Հա? Բայց մի հատ դեպք կա, որ մինուսով է տալի։ Նայ, Վիկտորիա ջան, չկանգնես, չէ՞։ Բադր ջան, ստոպ չեղավ, չէ՞։ Գիտես ինչև երբ ա գնալու Վիկտորիա ջան։ բայց դուք արդեն իսկ հա, դուք for-ը հանեցիք, որ չփոխեցիք։ For չեմ անում։ Ամեն անգամ կանչում եմ այդ ֆունկցիան, Վիկտորիա ջան, ինչ որ ժամանակը մեկ։ Ասում եմ, հələ թիվը տպի, ասում եմ մեկով փոքրացր։ Բայց հետարքի։ Չէ՞, ստեղ ասում եմ մեկով փոքրացր։ Մինուս։ Մատ մինուս մեկով է կապս։ Այդ մինուսը փոսով ցանց է։ Հա, Դեպի բայց if-ի մեջ չի։ Հիմա նայ, սենց որ անեմ, նայ Վիկտորիա ջան, հիմա ստուգում եթե թիվը հասել է 0-ի, թող կանգնի։ Հա, որտեվ set ինտերվալը էշի ամեն անգամ այս թիվը կանչում է ժողովուրդ, հա։ Պետք է անջատեմ բուզելնիկը։ Նայենք 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 եւ 0 վերջացավ։ Դա 0 մեջ եղավ։ Կերնոք գիտեք ինչ են այդ մուսերոնը դրել։ Ասենք, Զրոյից փոքր է։ Դրանց 0-ի կային։ Ինչ լսեք, այս մինուսը if-ից հետո կանեմ։ Հա, ինչ ասիք։ Հա, համաձայն եք։ Ինչ կասես Վիկտորիա ջան։ Big number-ը հանենք վերև։ Էլ որ էսա Range Rover-ը նարում քեզ։ Տեսեք։ Clear ինտերվալը ինչ էր անում, ջնջում էր անջատում։ Հիմա հարգելիներս, ես կուզեի այս ֆունկցիան Range Rover-ը կենաց սաղով իրար հետ խմելու։ շատ լավ Ինչով է ինտերվալ Քայվալթով եմ ուզում ես խնդիրը։ Function պարամետրը սպասում ես թե պետք չի։ Դա գերեմ։ Ջան, չէ, ոչ։ Ֆունկցիա ունենանք որ պարամետր թիվ չերեզերտիվ Չէ, կապ չունի, հենավոր։ Time interval ինչ որ ժամանակ է կտրում։ Կտրում time out-ը կոնկրետ այդ պահին։ Ուրեմն time out-ը գրելու համար մեզ անպայման for-ը պետք է։ Վերևից դիգա ներքև։ Ջան, վերևից դիգա թե ներքև։ հա, հետաշվարկով էլ։ Ին խոսքի 10-ից կամ 20-ից ոնց կուզեք, հա։ Մեզ կամ հավասար է 0 ժողովուրդ, հա։ Սենց։ Հա։ Մինուսով։ Հա, օքեյ։ Ոնց գրեմ։ Գրեք Նայ։ time out այնտեղ Տեն չէ, ծանոթ ֆունկցիան։ in Ուզես մի հատ հա ջան։ մեր ֆունկցիա ուրեմն գրեք։ Ստեղ մի հատ ֆունկցիա գրենք։ Հա, Ստեղ ֆունկցիա գրենք։ Print, հա։ Հա, տես տնենք դառնում։ Ու այդ print ֆունկցիան կտակ են set time out-ին։ Ահա։ Բայց այդտեղ պետք է գրեք ինչպես։ Ժորդ Վիկտորիան որ կոնսոլ լոգը ֆունկցիան բանի մեջ են գրում, չի պատկերացնում։ Այս որ միանգամից են գրում, հա, դրա համար եմ ցենց առանձին գրում։ Թե չէ, հա, կարաք միանգամից մեջը գրեք, հա։ Մինչև Վիկտորիա աշկնիկ սովորես բանին, էլ։ Որ գնում եք մեջ ուղղակի խալում է, դի։ Հա, դրա համար եմ ասում, մինչև աշկուտ սովոր։ Print-ը տալիս ենք իրան։ Տալիս ենք իրան, մեկ էլ տալիս ենք վարկյան։ Վալեր ջան, որ սենց տամ 1000 վարկյան կաշխատի։ Հա։ Հա, բա մի անգամ կանի, մի հատ կանի։ Մի հատ։ Չէ, ցիկլի մեջ եմ գրել, այ Վիկտորիա ջան, ցիկլի մեջ որ գրել եմ 10 անգամ է կան, կամ ինչքան որ թիվը։ Կանի։ Print-ը իա սպասում ինչ որ, չէ, ինչ գրեմ այստեղ։ Կոնսոլոգի, այստեղ։ Օրա, կոնսոլոգի։ Հա, գրեմ։ Բայց այդ ինչ պիտի անի այդտեղ վերևում։ Ֆունկցիանը հայտարարած վերևում։ Ֆունկցիան կանչվելու է էսի համար, էլ։ Հա, հա։ Բայց քիչ պիտի չանի։
Այ հելի ֆունկցիան չկանչի ժողովուրդ։ Մամուլը Միանգամից դրսն Բայց ինչի՞ չի անելու։ Չի ճանաչում։ Ինչի։ Ին։ Մի ֆորի մեջ տանին երեք։ Հա, ճիշտ է։ Կոնսոլի է։ Կարող ես ֆունկցիան ստեղ պիտի հայտարար։ Հա։ Ժողովուրդ, նայ, կախված է օրինակի վրա։ Դուք պատկերացրեք, որ ամեն անգամ երբ որ դուք set timeout եք դնում, այդ նույնն է, որ ամեն անգամ նոր ֆունկցիա եք հայտարարում ամեն իտերացիայի ընթացքում։ Հա? Դրան հետ աշկովել նայեք, էլ այսինքն քո ամեն իտերացիայի ընթացքում Վիկտորիա ջան նոր ֆունկցիա է ստեղծվում, որի ին արդեն ուրիշ է։ Okay։ Ին, սրա ին արդեն ուրիշ է, հա? Okay, գնացինք։ Դրանք sense գոյնը չճանաչի։ Հոպանա 19 Թխի մի անգամից եղավ։ Որովհետև ինքը մի անգամվա ֆունկցիա է։ Այդ set timeout-ը մի անգամ անելու բան է։ Մի անգամ արես, բայց ինչի իրար հետևից եղավ։ Ես ուզում եի 10, 9 Չի կարա իրար հետևից տենց անի։ Պետք է ժամանակը երկար տա։ Ժամանակը ուրիշ պետք է տամ, չէ՞։ Մեկի ժամանակը պետք է տամ 10 վայրկյան, մեկին Ինչքան։ 3 սաղ 3 վայրկյան հետո սաղ կլինի։ 3 վայրկյան հետո ժողովուրդ ջան, սաղ կլինի։ Պետք է ամեն թվի համար առանձին ժամ այդ 1000-ն ունենք։ Չէ, բայց 10 վայրկյանում շատ է սպասել։ Մի վայրկյան չէ, բանում մի վայրկյանը մեկ չի տվել։ Բայց ճիշտ ես ասում։ Չէ, այդտեղ 9 անգամ 1000 է, 9 վայրկյանը 9 թիվը 9 վայրկյան հետո է տվել։ Երկու թիվ կամ եթե իդ հասավ ինչ-որ աշխանի 10-ը 10 վայրկյան 10 անգամ Հասկացա, 10-ից հանածի ուրեմն գուրգեն։ 10-ից հանածի։ Հա, օրես ինչ բան խնդիր է, հա, բանց։ Բայց չեն կարա սենց անենք։ Դուսը փոփոխական ունենա, որը որշի բանի հավասար չի։ Հա։ Որշի բանի։ Այստեղ ին հավասարեցնենք դրան, որ if через if կարեցնենք իրը։ Այսքան վայրկյանը մեկ ֆորմատում։ Եթե in ++ է։ Set timeout պետք է։ Հա, այդքան հատ։ 10 հատ թիվ ունես, Գուրգեն ջան, 10 հատ set timeout պետք է դնես։ Հա։ Ժողովուրդ, հələ այլանդակ հետաքրիր խնդիր է ստացվել։ Ուրեմն նայ։ Սենց գիտես ինչ ալնելու հիմի։ Ով կարա, տիկ հələ մի հատ նայ, էլի։ 10 անգամ 10 վայրկյանը մեկ 10 անգամ։ Դեմից 10-ն է տպելու։ I անգամ 1000 եմ, չէ՞ գրել։ Վիկտորիա ջան, ինչի՞ եմ գրել I անգամ 1000, գիտես։ Այսինքն մեկ վայրկյանը մեկ Աբես, այսինքն նայ Վիկտորիա ջան, in ինչ է դեմից 10։ Այսինքն առաջին թիվը տպելու է 10 վայրկյան հետո։ Հետո in 9-ն է, չէ՞, 9 անգամ 1000։ Հա։ Դուք չէ, դուք ցիկլին կոնկրետ գործողություն եք տվել։ Մի անգամ մտնեք ընդդեմ։ Խրցրա։ Գիտես ինչ ալնել, հա, բայց ջո գիտես ինչ ալնել, թե ու աշխուծրի։ Հակառակ է, այո։ Ահա, այդ հարցից պատասխանը ուզում եմ ստանալ։ Նա ես կոդին տի, համի գտեսնակ թե 3 տարբերություն։ Հələ կայնեք բացել թող ժողովուրդն այնտենան ինչա կատար։ Ժողովուրդ, որոնցից ցիկլս թարս էի վրաց, է Վալերջան։ Հա։ Բայց չգիտես թե թվերս դելի Վիկտորիա ջան, 0-ից մինչև 10-ն է այդ։ Հա, բայց թարս էի վրաց այդ ցիկլը, էս ինչ բան է։ Մի րոպե հələ հնարավորինս պատկերացնեմ։ Կարող է դերով փոխենք։ Աս, Հագիության։ շուրով խոսք էր տվել որ գալու է։ Հա, ժողովուրդ ջան։ Մենք քիչ ենք որ անգամ։ Ինչ Ինչ ենք 5000 Նայ, ինչ է նշանակում 5000։ Նայ, forward, ինչ արագությամբ է forward value։ Վերջից է սկսվել, որովհետև Ահա։ իր ամենամեծ թիվը 10-ն է։ Աբրես, այդ ինչ է նշանակում, որ առաջի բուծելիքը եփադրվե։ Ամենասկզբում։ Ամենամեծ թիվը ասել է 10 վայրկյանից է։ 10-ն, ահա դրա համար հակառակ։ Հաջորդ թիվը ասել է 9 վայրկյան։ Հասել է 0-ի, ալերջան մի մոռաց։ Forward կայծակնային գնալուцам փաշը։ Ինքը բոլորին 100-ատե տված է, Վալերջան 100-ին է ֆռալու էր, Վալերջան կայծակնային արագությամբ բուծելիքն է շարել։ Գիտես որ ինչ ժամանակով։ Սաղին ասել էր մի վայրկյան հետո։ Ախպեր 100 հոգու Վալերջան նույն ժամին կանչում է ախպեր։ Չէ՞ Վիկտորիա ջան, 100 հոգու որ մի նույն վայրկյանին կանչես, դրա համար մի քիչ զազոր պետք է դնես։ Օրինակ Վիկտորիա ջան, եթե դու մեկին կանչել ես 10-րդ վայրկյանին,
Մյուսին պետք է կանչես 9 վայրկյան հետո, մյուսին 8 վայրկյան հետո, որ դու այդ մի վայրկյան գոնե զազորը ամեն մեկի հետ շփվելու ունենաս, հա, օրինակ եմ ասում։ Դիք, հəm ես խնդիրը ոնց ուտեմ, պատկերացրիր, չէ՞ ինչ կատարվեց դե, հա, Գուրգեն ջան, ինչ կարա։ Հակառակ արեք բան։ Հա, չեմ անել, չի աշխատելու, կարամ անեմ։ Չի աշխատելու։ Հա, Ուրեմն մենք ամեն մի խնդիրը լրիվ պարզ է, չէ՞ ինչի մենք ամեն մի թվի համար ինովա։ ամեն մի թիվը մեր։ Մենք մեր ամեն մի թվի համար առանձին ինտերվալ կտանք։ Չենք կարող։ Ինչի։ Ուզում եմ time out-ով։ Ուրեմն, եթե time out-ով եք ուզում ուտեք, ուրեմն մենք մեր թվի ժամանակը կերկարացնենք։ Ինչքան երկարացնենք։ Ինչքան։ Այն մեկը նույն բանն անելու Վիկտորը ջան։ 10-րդ վայրկյան, հա, ինչ է, բազմապատկելու ես 2-ով կամ ինչով ես բազմապատկելու։ I փակագից, չակերտ, քառակուսի փակագից, ինչ ուզում լինի։ I, եսի ինչ երրորդ։ Եք շարունակեք։ Ին թիվը։ Առաջ թիվը։ Ասեմ։ Չէ, մի րոպե մտածենք։ Մտածեք։ Դարակես մտածենք։ 9 Վալեր ջան, ինչ առաջի անգամ 10։ 10։ Հետո 9, 8, 7, բայց վայրկյանը, դες ժամանակը մեզից ձեր չի տալիս, ասում եմ ամենաառաջինին, ասում եմ դու 10 վայրկյան հետո արի։ Անձի թարսն ա պետք։ Ես ոչ թե իրան պետք է ասեմ 10-րդ ջան, դու ամենավերջինն արի, չէ՞ Վալեր ջան, այդպես չի ստացվում։ Ոնց որ ուզում եի ասում եմ բան, հակառակ ելներ հերթականություն, բայց թարս եղավ, որտեվ ես ամենամեծ թվին, ասում եմ ախպեր, քո սրտի չափով անգամ 1000։ Ջան։ Մենք այնտեղ կրեցինք set time-ով տոնի։ Հա։ Պրինտը ֆունկցիա է, կոնսոլոգիա։ Որ բան ես խառնում, Վալեր ջան, ասել եմ, հա։ Կողոտրի if-ով ինչ որ բան։ Հա։ Այստեղ ճոտ լինի, վերջում։ Ճիշտ ես։ Որտեղ որ կուրսորն է խոսքի։ I անգամ 1000-ից։ Այդ հաշվարկը սխալ է, ժողովուրդ, դե չէ։ 9 բազմապատկել։ Հա, ասեք, այդ պլյուս մինուս։ Բոլը ճուծես ենք կարող։ Ոչ թե I։ Այ I։ Ես, okay։ Հասկացա՞ր։ Մի րոպե։ Վալեր ջան, 10 անգամ։ թիվը երբ կդիլնի Վիկտորը։ 0-րդ վայրկյան։ 10-ի 0-րդ։ 9-րդը որերորդ վայրկյանում 9 թիվը։ 1-ի։ Լավ։ Ինդեքսացիա է ապել։ 8-3-ին։ 8-ը երկրորդ վայրկյանին, չէ՞ Վալեր ջան։ Հա, դե, Գուրգեն։ Մի րոպե։ Որն է քո ամենամեծ թիվը։ Մենք ինչ-որ 1000-ով, եթե կսեք 10-ը դերնի 0-րդ վայրկյան է, չէ՞։ Ինչ իմաստը 1000-ով բազմապատկել։ Դեք այստեղ փոխենք։ Ինչ ան, Վալեր ջան, ասա։ Այսինքն եթե 10-ը ամենասկզբից պիտի բերենք, այսինքն առանձին մի հատ պիտի ինտեր բեր 10-ը, որտեղ ի արժեքը 10-ը։ Նոր ասնի մնացածը տվելու։ Ուզում ես ասես I չդնեմ այստեղ, I անգամ չգրեմ, բա ինչ գրեմ։ Առանձին մի հատ ի 10 բաժանի ինչ որ թվի։ 10-ը։ 10-ը գալիս է կամ տենց է։ 10 անգամ 10։ 0 է գալի նոր մնացած։ 1000-ը բաժանում ենք ի։ Կազմա տեսար, որ բժիշկին խապեցի, է։ Ամի ձերն է։ Թե ի անգամ ի անգամ 1000։ Նա սպասի։ Ժողովուրդ, ես Նոր ասա, ճոնքը դες ոնց եք սենց պատասխանելով ապրում 10 անգամ I։ Կներես նոր ասի, 10 հանածի բազմապատկեց 1000։ Ժողովուրդ, եթե 10-ից հանենք I-ին ինչ է սկզբից Վիկտորը ջան։ 10։ 10-ից հանած 10 կլինի 0։ 0։ Առաջի թիվը կտպի 0։ Այո։ Կտպի։ Անգամ 1000 ճիշտ է, ապրում։ Դա տենում եք։ Վալեր ջան, Գուրգեն դու շահեցիր 10-ից հանածի Բայց էլի մի վարգեն ամեն 10 9 ու առաջինը շուտ կտպի, հա։ չէ, Դա սա գրալով է տալի։ Չի։ Ես փորձի կտա։ Բավար։ Գրալով է տալի։ Հենա, Չէ, սիրում եմ։ Եթե առաջինը ի երրորդը պետք է։ In ինչ էր 10։ Առաջինը 10-ից հանած 10։
Որ վարքյանին կկատարվի ամենամեծ թիվը։ 0-րդ։ 10-ից հանած 9 Վալեր ջան, որերորդ վարքյանում կլինի։ 9-րդ։ 10-ից հանած 1-ը կլինի 9-րդ վարքյանում, 10-ից հաջող։ Հագզի մեջ չի դրել։ Իսկ եթե առանցին նոթը ինտերնետ նոր հետո ի անգամ 1000 առաջի տվից։ Չեմ կարող, Վալեր ջան, ին այդ պահին մի հատ արժեք։ Հանա հագզի Հայ։ մեջ չի դրել, բազան պատկում է։ Ցիկլի իտերացիայի ընթացքում Վալեր ջան։ It ունի մի հատ արժեք։ Ես կրուտի տարեցի ստեղ, հա։ Վիկտորիա ջան, բարձր։ Այո։ Որն է, ժողովուրդ, հələ բարձրից ասեք լուծեմ։ Չէ, եկեք հերթով սողանենք, էլ ինչ կլինի։ Չորրորդ։ Ան համարը բեսնում բան են։ Ստեղծել է։ Դες ասում եք, բայց նույն բանը չի լինում երկու։ Երրորդը չորրորդը նույնն է, երրորդը չորրորդ, պրոստը չորրորդի մեջ ասում Հա, եմ, եկեք գործողությունը որ կծա, հասա պրոստը բացի։ Բայց եկեք այդ դեպքում, եթե երրորդն ու չորրորդն են նույնը, երկրորդը գրենք, հետո երրորդը։ Function, ֆունկցիա, որ ընդունում է երկու պարամետր։ Եվ մենք է բացենք։ Որն է։ Ֆունկցիա, որ ընդունում է երկու պարամետր, առաջի պարամետրը կարող լինի տարբերակներից կազմված զանգված, եւ պարամետրը, որը թերահավատություն ու պետք է զանգվածի էլեմենտների երկու պարամետրին ապօրինի։ Հա։ Ահա։ Ինչ։ Okay, երկրորդ պարամետրը, որը Այս առաջի կետը որ կա, որ ասում առաջի պարամետրը կարող է տարբեր էլեմենտներից կազմված զանգված լինել։ Այդ ինչ կապ ունի մեր րոպեի վարկյանի հետ։ Ահա, նայ։ Function print by interval, հա։ Եթե լուբոյ բան ես տալիս, լուբոյ Set պարամետրը ինտերվալը հաշվում ես ուրիշ ֆունկցիայի մեջ։ Հա։ Դեռ առաջինը array-ը Պարամետրը տալիս ես այդ ֆունկցիայի ինչ-որ արժան։ Ինչ-որ բան պետք է հավասարեցնես։ Նայ, դնում տեսեք։ Print by interval ֆունկցիան գրում, որը որ ընդունում է ինչ, առաջինը զանգված։ Որտո գրի խնդիրը պատկերացրել։ Հա, մի անգամից մի անցել։ Կարծա առաջի տողը ֆունկցիա Առաջին պարամետրը կարող է լինել երկու տարբեր պարամետր։ էլեմենտներից կազմված զանգված։ Մեկը RR-ը, մեկը time-ը։ Չէ, այդ չէր ուզում։ Հա։ Գրել են ֆունկցիան։ Փոխանցենք զանգվածը։ Եկեք դրսում մի հատ զանգված ունենամ, կոնստանտ A հավասար է ինչ-որ զանգված, չէ։ Բայց այստեղ ասում է երկրորդ պարամետրը պետք է որևէ թվային արժեք լինի։ Հա։ որը պետք է համապատասխանի վերջինը կարող ասի այն ինտերվալին, որը համապատասխանում Time-ը թվային արժեք չի։ Time-ը թվային Time ոնց 2000-ը թիվ չի։ Հա։ Երկու վարգյանը մեկ պետք է Հայ, եմի ինչ տամ, ըստ խնդրի, ասում եմ, պետք է իրան զանգված տաս ու ժամանակ։ Պատասխան վարկերների ուշադրություն, որ այդ ներկայացրել զանգված է, որպես երկու պարամետր փոխանցեն 1000, ապա ամեն վարկյան հետաքրքրում պետք է դիմներ հետո։ Okay, այսինքն զանգվածի տարերը պետք է երկու վարկյանը մեկ քո փոխանցել։ Նայ դու ես դառնում Վալեր ջան, այս ֆունկցիայի Բայց տերը։ այդտեղ առանց որևէ պայման գրելու ինքը կաշխատի։ Չէ, հələ այնքան բան ունենք անելու Վիկտորիա ջան, այս այնքանավոր մի հատ ֆունկցիա եմ գրեք Մենք անչի։ գրում էլի։ Okay։ Հա, մի հատ ֆոր գրենք, որ ինքը հերթականությունը պահի։ Ինչով եք կարծում անեք։ Նայ, լավ, նայ։ Եթե for-ով ենք գնում, ուրեմն մեզի time-out-ն ենք օգտագործել։ Եթե գնալու ենք ոչ for-ի տարբերակով, Վիկտորիա ջան, այս խնդիրը ես կլուծեմ ինտերվալ։ Բայց եթե ոչ for-ի տարբերակով գրեք, ո՞նց է հերթականությունը ապահովելու։ Ոչ որ i կպահեմ, ամեն կանչվելուց հետո մինուս կանեմ։ Հա, ի՞նչ տարբերություն իմ համար for-ի մինուս Ոչ մի։ Հա, ջան։ Այդ ին պահածին հավասար կնի 0-ի։ Հա։ Որ Հետո մինուս կանեմ։ Հարավի ագի փոփոխականը պահես ու պլյուս անես կամ այդ ի հավասար կնի i կետ դելտի, որ հետո մինուս անես։ Սենց անեմ ժողովուրդ ջան։ Նա let-ին գրեմ 0։ Հա։ Գրեմ set interval։ Չէ։ Ինտերվալով բան այնտեղ կանցնելու պահ կա։ Okay։ Constant ինտերվալը հավասար է set interval։ Գիտեք ես ինչն էր, Վիկտորիա։ Կանցնելու բան։ Կոնկրետ ինտերվալ։ Էսի իր ID-ն էի բաղում փոփոխականի մեջ, որ հետո ասեի ես ID-ով բուձելնիկը ինտերվալը։ Պետք է Դե չնչենք։ ֆունկցիան գրեք, որ ֆունկցիան կանչեք։ Print գնենք էլի։ Ահա, print եմ դնում էլի անում։ Ինչ պետք է անի։ Ինչ պետք է անի այս ֆունկցիան։ Պետք է պլյուս անի։ Ինչը։ Ին։ Ին պլյուս արեց, հետո զանգվածի տար պետք է վերցնի, տապի իր գործը զանգվածի տար։
If ինչի՞ մա։ Որ հավասարացնի։ Ժողովուրդ ջան, Գուրգենը ճիշտ ասում, եկեք ասում ստուգենք, հո այս ֆունկցիան մի քանի անգամ է, չէ՞ կատարվել վարորդը։ Z ինտերվալով, չէ՞ Վիկտորը։ Հա։ Ինչքան ժամանակը մեկ է կատարվելու, Ինչքան որ կտան։ ինչքան որ պարամետրով կփոխանցեն, չէ՞։ Time-ով։ Տես, ես էլ արդեն թիվ չեմ գրում, ես պարամետրով եմ վերցրել։ Հա, ֆունկցիան կանչողն է որոշել։ Ֆունկցիան կանչողն է որոշել։ Տես, փոխանցել եմ 2000։ Այս 2000-ը գալու է նստի ստեղ, չէ՞։ Դու ես սպասել ֆունկցիային պարամետրով։ Հաշվի ստեղ գրած է 2000, էլ։ Կամ ինչ-որ դասից փոխանցի։ Չկուն եմ գրել, Վիկտորիա ջան, որով ինչ ժամանակ ուզում ա փոխանցի։ Հա։ Հիմա այդտեղով դուք ուզում եք ստուգեք ինքը ինչա։ Ես ուզում եմ ստուգեմ հոչի հասել վերջին, չէ՞։ Ինչ պետք է լինի, որ վերջին հասածը։ 0-ից Զանգվածի լենգթից, չէ՞ Վիկտորիա։ Եթե փոքր հավասարը -1 պետք է։ Եթե փոքր առել լենգթից, Կոնսոլը արա, այդ արայի խարացի փագից ի։ Բայց ին ամենը զանգվածի երրորդը, չէ՞ Վալեր։ Զանգվածի երրորդը պետք է տպես։ Ահա։ Print ֆունկցիան առաջի ինտերվալի ժամանակ ժողովուրդ կանչվեց print ֆունկցիան, մեջը ինչ արեց, եկավ ստուգեց, ասեց ախպեր, կանչել ես լավ ես արել, Վալեր ջան, ասում է, բայց ախպեր նա թելը տես, կարող է զանգվածը պրծել։ Վիկտորիա ջան, եթե զանգվածը պրծել է, ինդեքսը հասել ես այն բան։ Ինչի նորից բան անես դու։ Ինչի նորից, ինչը տպես, ինչը տպեմ, հա։ Okay։ Հիմա հակառակ դեպքում Գուրգեն ջան, ինչ պետք է արվի։ հակառակ դեպքում քրար ինտերվալ Պետք է անջատեմ բուձելիկը։ Հա։ Զանգվածը պրծել է, չէ՞ Վալեր ջան այստեղ։ Եթե այս պայմանն չի բավարարում, ուրեմն բանը պրծել է։ լոգիկա պլյուս արա, որ վերջին մի բան չտվի։ Հասուն։ Համին այ։ Ինչի else clear ինտերվալ արեցի։ Որ կանգնի։ Ապրես։ Դե չէ ինքը որ ստուգես տեսավ զանգվածի վերջինը մասը ջան։ Որ մի հատ կարևոր բան եք մոռացել։ ինտերվալ չանը։ Ինքը գատելա որ չի մնում։ If-ի մեջ չի մնում։ Ինքը stop չի։ Բա ի՞նչ կտվի ինքը։ Որ ի՞նչ է զանգվածը պրծել։ Ժողովուրդ ջան, երբ որ կոնսոլ լոգ չի մնում, հետո չի նշանակում որ ձեր ֆունկցիան չի կատարվում։ Աստեղ ոչ մի տեղ պլյուսը չեք գրել։ կատարվելու է։ Ես չեմ տենում։ Այո։ Հենց ասած ես Դու չես տենում։ կոնսոլը չեմ տենալու։ Աստեղ ոչ մի տեղ պլյուսը չեք գրել։ Այ ապրես, որտե դնեմ։ Իսկ ու վերևում։ Ստեղ։ Չէ։ Ինչի՞ չէ։ Բա այն որ այն in-depth-ին 0-ը հավասար 0-ի, իսկ ու այդտեղ պետք է։ Չէ, Վիկտորիա ջան, տես ամեն ֆունկցիա կանչելուց հետո պետք է մի հատով մեծացնեմ, չէ՞։ Բա ֆունկցիայի մեջ պետք է գրեմ, է։ Ուրեմն այդ լեթին էլ բերեք ֆունկցիա։ Չէ, լեթին որ բերեմ սրա մեջ, Վիկտորիա ջան։ Տես ամեն անգամ թազա լեթի։ Հələ հիշի փոփոխականների տեսանելիությունը։ Հա, ինքը մենակ իր մեջ։ Այ ապրես։ Հա, ես դրա համար դուրս եմ դնում, որ բոլորի համար մի հատ լինի։ Ֆունկցիան այս ֆունկցիան մի քանի անգամ է կատարվելու, ժողովուրդ։ Իսկ ինձ պետք է որ լինի բոլորի համար։ Դրա համար եմ վերևը գրել, թե չէ՞ հա։ Գնացինք։ No, հեշտ չի որ։ Դեմից ընդեր է անդարում վերջնի երկուսը։ Հա, լավ եղավ։ 1 3 4 Ժողովուրդ ջան, էսի զանգվածի էլեմենտներն են, չխառնվեք։ 8 9 Վերջ։ Ինչի շնորհիվ clear ինտերվալի։ Ուրեմն տեսեք տղեկը ինչ էին արել, սաղին ասել է։ Ուրեմն տեսեք ինչ էին արել։ Դրա համար ասում տնային մի գրել, ոստեղ հայտարարում։ Չէ, նայեք, ուրեմն ինչ է կատարում։ Ուրեմն կոնսոլը, ժողովուրդ, երբ որ stop չտակ, հա, նայեք, այս if-ի մեջ չի մտնում։ Հա, բայց else-ը գրես ավտոմատ else-ի մեջ է մտնելու ինքը։ Ես ուզում ցույց տամ, որ stop չտալու դեպքում ինչ կգնի։ Այո, ուրիշ է գրի, else-ի մեջ ունի։ Ուրիշ է։ Հա, okay։ Որ չա, էդի ավտոմատ պայմանը, չէ՞։ Ավտոմատ պայման է, եթե if-ի մեջ եկավ տեսավ if-ը չի բավարարում։ Else-ի մեջ ունելու ինքը էլի ավտոմատ տվել է, որ else-ի մեջ չլինի։ Else-ի մեջ չի, հանել եմ վերև։ Լավ է, հա, Վիկտորիա։ Վերև եմ դեպի։ Որ clear ինտերվալն է ջնջել։ Հələ նայ։ Դե ամեն մեկի հետ գալու է, չէ՞ print ֆունկցիան։ Քանի անգամ է կանչում print ֆունկցիան, ինչքան որ զանգվածում էլեմենտ ունի, չէ՞ ժողովուրդ։ Հա, Վիկտորիա, ինչ ես անում։ Մատելի 9-ը տպելու։ Ես ուզում եմ նայեմ ստերից հետո ինչ է ունենում։
Շնիկներն է մենակ տպելու, բայց առանց թվերի, ինչի առանց թվերի, զանգվածը պրծել է։ Գնա կոդը։ Նայ, էլսի մեջ պետք է ջնջեր Վիկտորիա ջան, բայց չէր գրված։ Հիմա որ սա ջնջեմ, Հələ մի հատ այդ clear interval-ի փոխարեն console log-ած չնիկները դրվեք այդտեղ։ ուրեմն մինչև 9 թվեր է տպելու Վիկտորիա ջան։ Դրանց հետո սա շնիկ է։ Դրանից հետո մենակ շնիկներ։ Անվերջ։ Կարգին մեջ որ ասում եմ, շնիկ ջան, կլիկ ջան։ 1 3 4 զանգվածի տարերն է, չէ՞։ Արերը 3-րդ։ ու անվերջ շնիկներ։ Շնիկներ, ապրես։ Որտեվ ալարել ենք մի հատ clear interval գրենք, սա գնաց է։ 2 3 4 էսենց անդադ կետա մինչև edge-ը փակել։ Չէ՞։ Տիկ ջան, մինչև բրաուզերը չփակես, այս անտերը հա շարունակվել է, տակից գուրգի ջան աշխատելու։ Տակից են արունը խմելու է ճապասկի, հա։ Էսի կեն վատ մոծակներից են, որ գիշերը չալարես սատկասնես, հա։ Դրա համար clear interval-ը ժողովուրդ ջան, պարտադիր բնութագրում, okay։ Clear interval-ը բանի time Stop-էր անում։ այն մեկի համար է նույնը։ Չէ, այնի նայ, էսի set interval, clear interval, set timeout, clear timeout, Okay։ set ու clear, հա, այդ բանով է, okay։ Շատ լավ։ Նույնն էր։ 3-ը 4-ը նույնն է, Okay։ որտե 4-ը մեջ ասում է, եթե Բարձր չէ ժողովուրդ, էսի կներ, հաստատ, չէ որ։ Չէ որ։ Okay։ այդ պրոմպտները, այդ գործողությունները ինչ որ կատարվա փորձավ, ինչ որ իր բաներով, հետո պրոմպտը թափել։ Էլի մենք առաջարկենք լուծումներ։ Վարքան, դե հələ կարդամ ճոգեմ, ժողովուրդը եթե անկես լավ չճոգեցի։ Ստեղծել երկու պրոմպտ, որոնք կընդունեն թվային արժեքներ, լավ։ Պրոմպտից ստացած արժեքները փոխանցել։ Լավ, եկեք որպեսի օրինակ ծառայ, կգրեմ, ասում մարդը ասում էր, չէ, երկու հատ պրոմպտ գրի։ Prompt 1, չէ, Վիկտորիա ջան։ Հա, բա։ Դու ինչ անես։ Մի հատ Ջան։ այստեղ Թվեր էլ ուզում տիկ։ Լրիվ համաձայնում։ Ինչի տիկոն ասես, որ պետք պլյուս տնենք։ որտեղ prompt-ի դիմաց եթե պլյուս չեք տնում, ինքը ինչ արժեք ուզեք կընկնի։ Իսկ այս դեպքում ինչ անելու։ Միայն թվեր։ Ինչ ուզեմ կգրեմ, բայց Մենակ թվերի ձևով այնքը դեկալու։ ինքը վերադառնում է prompt-ից text, text-ը պլյուս նշանը ինչի է վերածում։ Թվային։ Հա, տեսեք ժողովուրդ ջան, այսինքն թվային մուտացիան է, հա, լինելու սենց ասած։ Առաջի թիվ, ինչի մալ էր այս թվերը ուզում, Այստեղ որ ասում եմ ֆունկցիայի մեջ ստուգել, որ առաջին պարամետրը պարտադիր մեծ է լինի երկրորդից։ Okay, թիվ 1, Այստեղ թիվ որ 2։ ասում է, որ ֆունկցիայի մեջ ստուգել, որ առաջին պարամետրը պարտադիր մեծ լինի երկրորդից։ Հա։ Էսի ո՞նց են ստուգելու։ Այսինքն, if ստեղ էր ասում հենց ստուգել, չէ՞, ֆունկցիայի մեջ, լավ, okay։ Բայց եթե բանը prompt-ա մենք չենք կարող իմանալ ինչ կարող լինի։ Թողելու են գրի բրծնի։ Հետո Հա։ Ինչ էր ասում, ասում է prompt-ից ստացված արժեքները փոխանցել ֆունկցիային, որը կընդունի երկու թվային պարամետր։ Ժողովուրդ, ես էս իր ասածից հասկացա, որ մի հատ ուրիշ ֆունկցիա պետք է սարքի։ Հա։ Ճիշտ եմ չէ՞։ Ահա։ Ինչ որ test ֆունկցիա։ Ահա։ Ալեր ջան, ինչ էր ընդունում երկու թվային պարամետր։ A ու B, հա, Վիկտորիա ջան, համաձայն ես, երկու հատ A ու B ֆունկցիա է, պարամետր է, չես սպասում։ Երկուսն էլ թվային են։ Լավ։ Ֆունկցիայի մեջ ստուգել, որ առաջին պարամետրը պարտադիր մեծ լինի երկրորդից։ Այսինքն անմեծը բեյց։ Ճիշտ է։ Չէ՞։ Ահա, ասում է ստուգի, անմեծա բեյց։ Օգտագործելով set timeout եւ set interval պետք է տպել բարև բառը այնքան ժամանակ, մինչև set interval-ը ավարտվի։ Բայց բարևը թվային արժեք չի։ Այսինքն set interval դիտանք ու վերջում Բարևը թվային արժեք չի։ չտանք դու։ set timeout-ը Ջան։ Բարևը թվային արժեք Չէ, թվային արժեք են փոխանցված պարամետրերն են։ այդ set time առաջի պարամետրը set timeout-ի ժամանակ։ Ահա։ Դի Այսինքն վերջում մենք վերջում դիտանք Ամենայն արժեքները։ principle-ի մեջ որ գրել set timeout, ոսում են դիրագրել ու կոնսոլը բարևը, այդ ան պետք է set timeout-ի երկրորդ պարամետր։ Հա։ Նոր Եթե ան մեծ եղա B-ից, կտրվի բարև բառը։ Այդքան ժամանակ հետո։
Առաջի պարամետրի համապատասխան։ Ես այդպես եմ ասում։ Ոնց օգտագործողը պետք է տպել բարևար այնքան ժամանակ, մինչև set ինտերվալը ավարտի։ Այդ որ վերևը թվային արժեքի տալիս այդ իր քանակն է տպելու։ Չէ։ Ինչ է։ Չհասկացա հարցը։ Որ ինքնասպած ֆայլի արժեքները պարտադիր Հա։ Էդի բարևի քանակն է։ Քանի անգամ բարևը տպի։ Ինտերվալի թիվն է։ Աստղաները։ Չէ։ Հա, քանի անգամն է, չէ։ Բարևի քանի անգամ տպելն է, չէ։ Չէ, բարևի քանի անգամը չի։ Բարև բառը այնքան ժամանակ, մինչև set ինտերվալը ավարտի։ Մի վարքյան ժողովուրդ, խնդրում եք մի բան։ Հա։ Սիրուն վարկարում է։ Առաջին պարամետրը նախատեսված է։ Հա, հենա, վայ, ներքևում գրած է։ Առաջին պարամետրը նախատեսված է set timeout-ի համար, իսկ երկրորդը set ինտերվալի։ Որովհետեւ բարը մի անգամ է տվում, ֆայնում։ 5 հատ բարը դիտել։ Եթե 5 հատ բարը դիտել, մա ուրիշ բան արել, դերևը հավասարացնի 5 հատ։ Ժողովուրդ ջան, այսինքն նայեք, երկու հատ բան է կատարվում, չէ՞։ Եկեք լավ, մի հատ խնդիրը sense փոխենք, այս երրորդ կետը դուրս չի գալու, էլի։ Set timeout-ը եւ set interval պետք է տպել բարեբարին։ Մեր կազմոցին խնդիրներն է, բայց մատան չեմ հիշում։ Okay։ Ինչ պետք է անենք, պետք է գրենք set interval։ Որտեղ ասում եմ օգտագործելով set timeout-ը եւ set interval-ը պետք է տվել, բայց մենք կամ պիտի օգտագործենք եւ Այդ եմ ասում, որ դուրս չի գալի, որ այս կետել, մինչև set interval-ի ավարտվել։ Մինչև set interval-ը Հա, ավարտվել։ կարող է երկու ֆունկցիա պետք է գրենք։ Մեկը set interval-ը։ Դե կարող ենք գրենք մեկը set timeout-ով, մեկը set interval։ Հա, ու հետո այնի կավարտվի ու всё։ Ես մենակ Չանց չի հա։ Set interval-ը ոնց որ շուտ stop կտանք, ես տենց եմ հասկանում։ Set interval-ը շուտ stop կտանք, ավելի։ Իսկ set Կարող է պետք է գրած լինի մինչև set timeout-ը ավարտվի։ Ահա, Okay, արա դրա համար ասում առաջի թիվը պետք է մեծ լինի, երկրորդը Պարադատի time-out-ը միջև ավարտվել է պետք է Ուրեմն տեսեք, լավ, okay, всё, լավ, լավ հասկացա։ Գնաց, նայեք ինչա կատարվում։ Prompt one-ով վերցրել ենք մեծ թիվ։ Ну, տենց է ասում Վիկտորիա ջան, ասում են ցարա որ մեծ թիվը։ Հա? Ասում են prompt B-ով, երկրորդ prompt-ով, ասում են վերցրու ավելի փոքր թիվ։ Հիմա, ուրեմն մի հատ ունեմ 1000 տիպ ջան, մի հատ ունեմ կամ չգիտեմ, մի հատ ունեմ 3000, մի հատ ունեմ 1000, հա? Հիմա ինչ եմ անում, ասում եմ set timeout-ը, հա, set timeout։ Լավ, եկեք set interval-ը սկսենք, հա? Set interval-ը սկսում եմ, constant interval-ի հավասար է set interval։ Ամեն բանի մեջ մենք պետք է ունենանք երկուսից է։ Չէ, նայեք, Բայց նայեք։ մենք ելսի դեպքը պետք է չունենանք։ Նայեք, հսացիստ։ Console-ով բարև պետք է գրես, չէ։ Հա։ Դե Ինչքան ժամանակը մեկ, Գուրգեն ջան։ B ժամանակը մեկ, չէ։ Ահա։ Մի հատ էլ ասում եմ։ B-ն թիվ է, prompt-ով տված։ Հաջո՞։ Կայնացրու այդա, թե չպետք Այդ եմ կայնացնում։ Հա։ Set timeout։ է։ Set timeout-ով, ժողովուրդ, հա, set timeout-ը մի հատ ֆունկցիա է, որը որ a ժամանակ հետո clear interval անում։ Այսինքն դուք այս prompt-երով բանը վերցրել եք իր Երկու թիվ։ աշխատանքի ժամանակները, Ապրես։ Հա։ այդպես կարելի է։ Հա, ինձ էլ չի։ Ոնց եթե դուք նայեք, եթե Նայեք, մեր չէ։ set timeout-ն ու set interval-ն են իրանցից ենթադրում ինչ-որ ժամանակ, ոնց կարա այդ պարամետրը։ No, նայեք, իրանք ֆունկցիաներ են ուղղակի, որոնք որ սպասում են ինչ-որ պարամետրով թիվ Բայց տասել։ այդ պարամետրը մենք էինք գրում։ Մենք ենք գրում, հիմա էլ թող user-ը գրի։ Մենք ունենք, չէ՞, այդ հնարավորությունը, որ user-ից բան վերցնենք։ Հա, Կամ ես user-ին ջան, ֆունկցիայի համար ի՞նչ տարբերություն դու այդ թիվը որտեղից վերցրեցիր տվիր իրա։ Դու 0-ով գրեցիր, թե user-ը prompt-ով։ Հա? Ֆունկցիայի համար երբեք տարբերություն չկա, թե այդ թիվը քեզի որտեղից, չէ՞։ Հա?
Կողքից։ Ինչի։ Հելենա։ Այս լեյք է կա, ցույց տամ ոնց աշխատում, երկու հատ թիվ ենք, չէ՞ վերցրել։ Մեկը prompt 1-ի թիվն է, չէ՞ Վալեր։ Մյուսը դիք ջան, prompt 2-ին։ Գուրգեն ջան, եթե եք մտենանք ոնց աշխատում, համի ան ու բեն ովքեր են։ Ան ու բեն ովքեր են։ Մեր Prompt-ի վերցված թվերն։ Prompt 1-ը Վիկտորիա ջան ստեղ ու prompt 2-ն, չէ՞։ Էսի չի հանդիսանում։ Բացում ենք գրենք 5 ու 6, այդտեղ Կոնսոլում 5 ու 6։ ա կլինի 5, բեն կլինի 6։ Հա? Չէ՞ որ ես Դա հիմա այն պայմանը, որ պետք է մեր առաջինը միշտ մեծ լինի, Չի, այդ դեպքում ոչ մի բան չի կատարվելու, նայ։ Եթե ստուգել եմ, եթե անմեծաբերից նոր լինելու է։ Եթե այսինքն դու առաջի prompt-ով ավելի փոքր թիվ տաս, Վիկտորիա ջան, չի աշխատի ստեղ ոչ մի բան, հա? Նայեք, 5000, չէ՞։ Ու 6000։ Կաշխատի Վիկտորիա հիմա։ Ոչ մի բան։ Else-ի մեջ է, չէ՞ մտնելու, որ else-ի մեջ, այս հրա, չէ՞, այստեղ որ չեմ գրել else։ Հա? Անով էր Վիկտորիա։ Մեր առաջին պարամետրը։ Prompt-ից առաջի վերցված թիվը, չէ՞։ Նայ։ Նայ, մի հատ բան հարցնեմ հիմա։ Ասես նայ։ Prompt-ից մի հատ թիվ եմ վերցրել, տվել եմ ֆունկցիան որպես առաջի պարամետր։ Չէ, էդի չեմ հարցնում։ Հիմա որ դուք բանն է, մեր այն ինտերվալով, բանով, ինչ-որ բան, set ինտերվալով կամ set timeout-ով, որ այդ վերցրած բաներն եք, պարամետրերն եք տալիս։ Ահա։ Այն ժամանակ, որ գրում էինք ենթադրենք ֆունկցիայի առաջին պարամետրը, բլի ժամանակ։ Ահա։ Հիմա ֆիքսված ժամանակ եմ տվել Վիկտորիա ջան։ Հա? Եթե user-ը գրեց 1000 կամ 2000, ես տալու եմ իրան ասում, 1000 կամ 2000, հա? Ես էլ դիշոր դու user-ը ինչ գրեց այդքան։ Վիկտորիա ջան, դու ես չէ՞ բուզելնիկի ժամը որոշում։ Հա։ Նես չի հեռախոսն ինքն իրան որոշում քեզի եւ սարքնացվի, չէ՞։ Նույնն էլ ստեղա prompt-ով Վալեր ջան հնարավորություն թույլ չտամ, որ այդ մարդը Վիկտորիա ջան ինքը նշի եւ խաբարանես իրան, հա, սենց ասած։ Okay, հələ եկեք մի հատ տեսնենք ոնց աշխատում ու կոդը բացատրեմ։ Հա, դիք, հələ նայ։ Ուրեմն առաջինը timeout-ը գրեմ 10000։ 10 վայրկյան հետո, չէ՞, 10000 10 վայրկյանը չի դիք, հա։ Հաջորդը գրեմ 1000։ Հա։ Ուրեմն բարև բառը ինքը կտպի 10 անգամ Գուրգեն ջան ու կկանգնի։ Գիտես ինչի եմ վստահ որ 10 անգամ։ Որտեվ դիք ջան 10 վայրկյան հետո set timeout-ը։ Հա։ Ուրեմն Վիկտորիա ջան, երկու հոգի ունենք աշխատում, հա։ Նայ, Գուրգեն ջան։ Ուրեմն առաջինը, Բայց set timeout-ի իմաստը ո՞րն է, եթե մենք set timeout ասեցի։ clear անենք։ Ո որտեղ clear, երբ հանել։ Այն ապուշս Վիկտորիա ջան, set interval։ Ասում ախպեր 1000 վայրկյանը մեկ կրկն։ Բայց հոմեն գիտենք Վիկտորիա ջան, որ դա 1000 վայրկյանը մեկ որ սկսավ կրկնել է, դրա դեմը առնել չի լինի Վիկտորիա ջան, անդադ անելու է։ Չէ՞։ Մեկը պետք է լիներ որ տար գլխին ասեր հերիքը։ Բայց մեկը դուք clear արել եք, ուզում հասկանամ այդ set timeout-ով եմ clear արել։ Նայ Վիկտորիա ջան, եթե ես մի անգամից այս սրա տակից, հա, առանց set timeout-ի, գրեմ clear interval, գիտես ինչ կլինի։ Երբևիցե ոչ մեկ չի կատարել։ Ոնց որ բանը ոպիտ ասես բուձելնիկը տնես ու մի անգամից անջատես։ Իմաստը ո՞րն է դնելու, չէ՞։ Չէ, բայց գործողությունը կկատարի։ Ոնց պետք է կատարի դրել ես հետևից ան։ Նայ, բուկվալն հաջորդ տողում Վիկտորիա ջան, դրել ես բուձելնիկը, որ օրինակ 5 վայրկյան հետո պետք է զնգա։ Բուկվալը տակի տողում անջատում ես բուձելնիկը։ Էլ ինչ աշխատի։ Հա։ Ինչ փոքրո։ Չէ, լե մի հատ կենտրոնացի։ Նայ։ Ինտերվալ եմ դրել, չէ՞։ Ասել եմ 1000 վայրկյանը մեկ պետք է անես, չէ՞։ Բենով է։ Նայ։ Երկրորդ պարամետր։ Ստորիկ պատկերացրեք, չէ՞ ինչ եմ արել։ Հանդի։ Նայ։ Դրսից երկու ժամանակ այդ կոպիտ ասած։ Ապրես։ Մեկը timeout-ին ու մեկը ինտերվալին։ Հա, ես էլ այդ Okay. Նայ, Ժորժ ջան, եկեք մի հատ այսպես վատ օրինակ։ Մեկը ինքը ստոպի ձև ուներ, քիչ ենք այդ ստոպի ձևով։ Ով ունի ստոպի ձև։ Ժորժ ջան, ստոպի ձևը միշտ ունեն։ Երբ անում Վիկտորիա ջան ստոպ։ Հիմի լավ, սենց ասեմ։ Այդ ժամանակ իրանք են տալիս, դուք չեք տալիս։ Համի մի հատ թիվ ա տվել։ Այ ապրես։ Երկու հատ թիվ ա տվել։ Ասել ախպեր անեսի։ Նայ, լրիվ մոռացեք ես խնդիրը, հա։ Գրում ենք դուրս։ Ուրեմն
տեսած կլինեք այն քաղաքապետարանի աշխատողներին, որ հավաքում են կամ ինչ-որ գործ են անում, ծաղիկներ են տեղադրում եւ այլն, բան, միշտ մի հատ աշխատող կա, ով գլխիներին կանգնած է, հա, այսպես ասած, հա։ Այս մարդիկ ծաղիկներ են տնկում, գործ են անում իրանց համար, հա, set ինտերվալ, հա, գործ են անում այդ մարդիկ։ Ու մի հատ պարապ կյադա կան վեշնի կայնած որ այսպես նայում թե ոնց է սա գործանում, ինքը նրա համար, հա, Վալերջան, որ հեն ժամի 7-ը գա, ասի վсё, ժողովուրդ, գարակ եթակ տուն։ Set time out-ը այդ պարապ լրված կյադեն էր, որ ասում էր Բայց գնացեք իր տուն։ իմաստը ո՞րն է, եթե մենք Այ ապրես ես էլ եմ այդ ասում, դրանց իմաստը Բայց ո՞րն է։ մենք ստոպի տարբերակ ունենք։ Ով նայ, այդ մարդկանց մեկը պետք է ասի որ գնացեք տուն, Վիկտորը։ Ինչ որ ղեկավար Բա ինքը մանին։ պետք է գործողություն կատարի, ինքն էլ է ֆունկցիա set time out-ը։ Ճիշտ է, սենա, իր գործողությունը տուն ճանապարհելն է բոլորը Վիկտորը։ Այ Բա ինչ եք իրան անտվել։ ան առաջին մեծ թիվն է։ Հա, ինչ եք իրան տվել։ Ասեմ ինչի, որտեղ նայ Վիկտորը ջան, եթե իմ ինտերվալը տամ 10 վայրկյանը մեկ, բայց բուկվալը մի վայրկյան հետո set time out-ը սաղին ստոպ անի, կաշխատի ինչ որ մի բան։ Չէ, ես էլ նկատի չունեմ։ Ինչով որոշվեց, որ set ինտերվալը բենա, իսկ set time out-ը ան։ Խնդիրը ասում էր առաջին թիվը մեծելին բեին, երկրորդ թիվը։ Դրանից ես զուտ բանով ենթադրել եմ, որ եթե հակառակ դեպքում իմ ապուշ խնդիր կլինի, էլ Չէ, նայեք, եթե դուք հիմա նայ, ան եթե փոքր եղավ թիվը։ Ես այսինքն set time out-ը քանի վայրկյանը մեկ պետք է։ Նայ, set time out-ը կես ժամ հետ տելել ես, Որտեղ է ձև աշխատում։ տելել ես 20 վայրկյան։ 20 վայրկյան հետո տիկ ջան։ Set ինտերվալը անջատում է։ Ախպեր լուսերը տանում է, էլեկտրիկն է։ Լուսերը երբ անջատեց ինտերվալը տանջատում է Վիկտորը։ Չի առաջի պարամետրը, դեպքան հետո Հա, նայ։ լավ չի պատկերացնում ես Okay, նայ, ժամացույցը ֆռում է ինտերվալում։ Չէ՞, ամեն վայրկյան նա ցկուց։ Մինչև այն բան, քանի էլեմենտը մեջից չեմ։ Չէ՞։ Հա, այդ էլեմենտը մեջից հանել մի հատ էլեմենտը, գործողություն։ ապրես, ինչ որ մեկը պետք է հետևի Վիկտորա ջան, որ այդ էլեմենտը հելի կամ դրսի լուսերը մինչև ժամը 7-ը ինչ որ լավ ինտերվալով դա սխալ ասել է, բայց պատկերացրեք, ինչ որ մեկը ինչ որ ժամի պետք է լուսերն անջատի ժողովուրդ։ Չէ՞ որ տեսած կամ լուսերը վառի ցերեկ, չէ՞, ինչ որ 3-ան ինչ որ ժամի, ժամը 8-ին կամ 8-ից ինչ որ լույսերը միացնող մարդ կա, գնում այդ լույսերը չրտիկով ես ձենը դա ֆիքսել եմ, գիտեմ որ դա իցի միացնում։ Այդ մելը դասի լուսերը միացնում են ժողովուրդ, հա? Ահա։ Հիմա մեկը պետք է ժողովուրդ, որ այս ինտերվալը կանգնացներ։ Սա անվերջ կատարվելու է ժողովուրդ, եթե մեկը 10 վայրկյան հետո։ Նայ, Վալեր ջան, տվել ես, որ 1000 վայրկյան, հա, ներողություն, մի վայրկյանը մեկ, ինչ որ բարև բարդ։ Վիկտորա ջան, Տիկ ջան, եթե մեկը 10 վայրկյան հետո չգոռա, արա հերիքա։ Որտե՞ղ է պետք է ինտերվալը կանգնի։ Բայց չէ 10 վայրկյան հետո գործողը հենց այդ ստոպը չի։ Հենց այդ ով չի, ով չի։ Հենց այդ clear ինտերվալը չի։ Ինքն է։ Նայ, clear ինտերվալը ի՞նչ է, JavaScript-ի ֆունկցիա։ Իրան կանչող է պետք։ Set timeout ուսը բուձելնիկն է, Վիկտորա ջան։ Եթե առանց set timeout-ի անենք, կլինի հանհապաղ, չէ՞։ Մի անգամից կկատարվի, ճիշտ է։ Հա։ Set timeout-ը մի անգամից չի կատարվում։ Հա։ Ահա։ Բա clear ինտերվալը։ Եթե clear ինտերվալը մի անգամից դնեի Վիկտորա ջան, ինքը չէր հասցնի։ Այն որ սա հեսա սկսելույն են որ սա խոսքի ինչ որ գործ անել, ես մի անգամից գոռալու արալը բան չանենք։ Բայց իր գործը այն չէր, որ Վիկտորա ջան մարդիկ հետ հələ գործը չսկսած կամ լուսերը հələ չվառած անջատեր։ Իր գործը այն էր, որ սպասեր մարդիկ ինչ որ ժամանակ հետո նոր անջատեին լուսերը, չէ՞։ Տես խնդիրը Վիկտորա ջան ինչ որ ժամանակ շահելն է։ Հա? Ինքը ինչ որ ժամանակ հետո անջատես, ոչ թե մի անգամ։ Եթե էսի sense թողեմ։ Ուղղակի ստեղ մի քիչ բանն է, որ set timeout-ի է clear interval տվել։ Set timeout ֆունկցիայի ներսում։ Նա set timeout-ը Ինչի՞ set timeout-ը չեք ստոպ արել։ Այդ timeout-ին Timeout-ին Նայ, ստոպ արել։ set timeout-ին ստոպ ինքը մի անգամ է աշխատում։ Դրա համար իր հետ այդպես խնդիր չկա։ Ես էլ եմ խառնում։ Set timeout-ը Մի րոպե, set timeout-ը, չէ, մի վարքյան sense հարցնեմ, ավելի ճիշտ կլինի։ Okay, set timeout-ը մի անգամ է գործողություն կատարում։ Իրա ներսում ինչի՞ է այդ clear interval-ը տվել։ Այդքան ժամանակ հետո կայնացել է։ Ինչ որ ժամանակ հետո։ Օրինակ 2 ժամից։ Մինչև 2 ժամը թող տվի։
Ինտերվալը ինչքան ժամանակ մեկ աշխատում։ Ենթադրենք մի վարկանը։ Մենք հա ժամանակը մենք ինչքան որ իրեն ժամանակ եք տվել։ Ինտերվալը ինչքան ժամանակ մեկ աշխատում։ Time out Մի անգամ աշխատում եւ քանի րոպեից որ տվել եք։ Ապրես։ Հիմա եթե ես տամ ինտերվալ ջան, set time out ջան, ասեմ հարգելիս, որ խնդրեմ մի 10 րոպեից այն ինտերվալները կանջատես։ Հա, լավ, այ հիմա պատկերացրի, հա։ Ասում եմ, որ խնդրեմ 10 րոպեից այն ինտերվալները կանջատես, որտեղ ինտերվալները Հա, անդադ լավ, հա։ ապուշապուշ sense վառվում է անում, հա։ Այս Իսկ մեկը պետք էր որ դրանց ասել հարգելիս խնդրում եմ, գլխների ների մի 10 րոպե հետո կանջատես, էլ դրա համար է Վիկտորիա ջան ստուգում, որ հանկարծ այս անջատողի ժամանակը ավելի մեծ լիներ, քան այն նրանց աշխատելու։ Հա, որտեղ ես ասեի մի վարկյան հետո կանջատես, բայց նրանք 2 վարքյանից նոր սկսելու են աշխատել, էլ ժողովուրդը մեզ պատմության իմաստը ո՞րն է։ Հա։ Else գնացի, մի հատ else-ն ենք գրում, հələ սպասեք, ասում է եթե առաջին պարամետրը փոքր է երկրորդից, այ քեզ այդ դեպքում պարզապես կոնսոլում 5 անգամ տպել դուք սխալվել եք եւ 5 վարկյան հետո կրկին ցույց տալ։ Ոնց խափիկ տարա այս պրոմպտները դուսես։ Բայց prompt տարոյ ռաց 5 վայր Else դեր բանը դրզնի Ոնց փրկել նոր prompt-ը բացի Անձի ոնց փրկել Այդ prompt-ը որ ներսը բերեք դնեք այաբրես արդեն այլ կերպա լինի չէ բայց ամեն ֆունկցիա կանչելուց ինքը չէ Չենք ասում բանի, այս գրքում 5 վայր հետո նախարար երկրորդը լավ կերիկ եթե else-ի մեջը մտա նոր prompt-ը ասում է եթե առաջին թիվը մեծ է երկրորդից, չէ՞, դեպի set time out-ը բերեմ, ասում է եթե առաջին թիվը մեծ է երկրորդից, այսինքն ան տվել են բան, պետք է ուրեմն ինչ անեի 5 անգամ տպեի բան։ Դա վլայք եկես կոնսոլով 5 անգամ անցնենք արել։ Դուք սխալվել եք եւ 5 վարկյան հետո գրում եմ set time out-ը, չէ՞, բայց set time out ու ֆունկցիան նորից կանչենք, չէ՞։ Որտի երկուսը մեծ է, դու հետո չես կնելու, ինքնապես թե ինքնապես։ Ինչու՞։ Ասում եմ 5 վարկյան հետո prompt-ները նորից բացի։ Պրոստը 5 վայր հետո բացենք, թե գործողությունը կրկնելուց հետո բացենք։ Ինչ գործողություն։ Ինչ որ իով չեք եշտար։ Ջան։ Այս մասը իով։ Ինչի։ Ֆորում։ 5 անգամի բա, հա։ Այս 5 անգամը ժողովուրդ բաց են թողում, մի կոնսոլա կգրեք, հա։ Եթե ես գրել եմ, պրոստը ես ասեք տարնոց չեմ ներառնում, որ ես դեպի 5 տպի բացի, նա բացի։ Այս for-ը set time out-ից առաջ գի։ Հա, for գրեմ վերջում։ Ժողովուրդ, ասում է, եթե չի համապատասխանում, Վիկտորիա ջան, այսինքն եթե սխալ թվեր ա գրել, այսինքն առաջի թիվը ավելի փոքր է։ Եթե հակառակ ա եղել։ Այդ դեպքում ասում է set time out-ով 5 վարկյան հետո նորից ասում է նույն prompt-ները բացի ու նույն գործողությունը կրկն։ Հիմա այս երկուսը պետք է copy անեմ, բերեմ ստեղ ու կանչեմ Բայց 5000 ի՞նչն է։ ու կանչեմ այս թիվը։ 5 վայր Ու էսի կանչեմ։ Էս իմ գրած ֆունկցիան չի Վիկտորիա ջան։ Գիտես ոնց է ստացվում, բայց highline effect է ինչ-որ ստացվում։ Հա, դες ինքը իրան կանչում է։ Էսի ոնց է առաջի ռեկուրսիայի հետ փոքրիկ ծանոթացում է։ Չէ՞, քուրքեն չան այդ չտարա։ Դե բայց ինչ անեմ։ Ռեկուրսի գիտի։ Հələ գրենք 10000, չէ, էսի եկեք տնեմ 1000, այնի տնեմ վալորչան 5000, չէ, երկրորդ թիվը ավելի մեծ եղավ, չէ, Վիկտորիա ջան։ Նայ, ուրեմն հասնելով մոտավոր մի 5 վայրկյան, նորից նույն prompt-ները շղկրտալու է երեսից։ Էսի նորից, ասում է թիվ 1։ Նա գեժվեցնում ես բիժուկին։ Էսի 5000, էսի 7000։ Նորից այ բացելու հույսա։ Իսկ չի գրում այ հիմար։ Այանասունս։ Ռոդկաշ։ Ուրիշ։ Թիվ 1-ը, լավ, այս մեկը եկեք թել ներվերի։ Տեսար Վալեր ջան, ինքը իրան սկսում է աշխատել նույն գործողությունը։ Էսի 1000, всё։ Ամի ինչ կանի, բարև ու պրծ։ 5000 վարկան։ Հա? Okay։ Լավն է ժողովուրդ, այս խնդիրը։ Պատկերացրել ենք time out-ները ինտերվալները։ Okay։ Ժողովուրդ ջան